Անուշը նրա փոքրիկ դուստրը Արփին պայքարում են Երանի փողոցներում գոյատելու համար, դիմակայելով աղքատությանն ու լքվածությանը, սակայն նրանց կյանքը հիմնովին փոխվում է, երբ նրանք հանդիպում են Արամին, մի տղամարդու, ով կարեկցանքից դրդված, որոշում է նրանց տուն հարկ առաջարկել, այդ պահից սկսվում է վերափոխման, սիրո հույսի մի նոր ճանապարհորդություն։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին գրել մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք կլսեք ձեր կյանքում։ Արը դեռ ամբողջությամբ չէր ծագել, երբ Անահիտը բացեց աչքերը։ Երանյան հունվարյան լուսաբացի ցուրտը թափանցում էր նրա ոսկորների մեջ, որպես հաստատուն հիշեցում այն մասին, որ կյանքը նրա համար ընդունել էր մի ընթացք, որը նա երբեք չէր պատկերացնի։ Նրա կողքին, շաբաթներ առաջ ապաստարանից ստացած մաշված ծածկոցի մեջ փաթաթված, քնած էր Արփին, նրա 6-ամյա դուստրը։ Աղջիկը քնած ժամանակ էլ մեղմ հազում էր, այդ ձայնը ամեն անգամ կտոր-կտոր էր անում Անահիտի սիրտը։ Նա զգուշությամբ քաշեց ծածկոցը, ավելի լավ ծածկելով դստերը, նստեց հաղթանակ զբոսայգու փայտե նստարանին, որտեղ անցկացրել էին գիշերը։ Սա արդեն երրորդ օրն էր անընդմեջ։ Նախկինում նրանք մնում էին Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի հովանի տակ, բայց անվտանգության աշխատակիցը վռնդեց նրանց։ Անահիտը վերջին ամիսներին սովորել էր, որ տանիք չունեցողների համար հաստատուն տեղ չկա։ Ամեն օրը լուռ բանակցություն էր քաղաքի հետ, փնտրելով անկյուններ, որտեղ կարող էին հանգստանալ առանց անհանգստացվելու։ Նա նայեց երկնքին, որը սկսում էր լուսավորվել։ Ծանր ամպերը անձր էին գուժում։ Նա պետք է արագ մտածեր։ Արփին չպետք է թրջվեր։ Հազն արդեն վատացել էր, իսկ առանց դեղերի փողի, Անահիտը մշտական սարսափի մեջ էր, որ դստեր առողջությունը էլ ավելի կվատանա։ Աղջիկը վաղաժամ էր ծնվել, միշտ թույլ էր եղել, իսկ վերջին ամիսներին, փողոցում ապրելով, շնչառական վարակները դարձել էին անցանկալի ուղեկիցներ։ Անահիտը մի պահ փակեց աչքերը, թույլ տալով իրեն հիշել։ 3 տարի առաջ նա այլ կյանք ուներ։ Աշխատում էր որպես ընդունարանի աշխատակից Արաբկիր թաղամասի ատամնաբուժական կլինիկայում։ Շատ չէր վաստակում, բայց բավական էր փոքրիկ բնակարանի վարձը վճարելու Արփիի համար արժանապատիվ կյանք ապահովելու համար։ Նա Վարդանը, աղջկա հայրը, միասին էին ապրում արդեն 5 տարի։ Պաշտոնապես ամուսնացած չէին, բայց Անահիտը հավատում էր, որ դա հավերժ է։ Մինչ այն օրը, երբ ամեն ինչ փլուզվեց։ Նախ կլինիկան էր։ Սեփականատերը որոշեց փակել հաստատությունը։ Ֆինանսական խնդիրներ, ասաց նա։ Անահիտը մնաց առանց աշխատանքի մեկ գիշերվա մեջ։ Փնտրեց այլ թափուր տեղեր, բայց տնտեսական ճգնաժամը շատ դռներ էր փակել։ Խնայողությունները արագ սպառվում էին։ Վարդանը աշխատում էր որպես անհատ վաճառող, բայց տուն բերած գումարը երբեք բավարար չէր լինում։ Եվ երբ հաշիվները սկսեցին կուտակվել, երբ ճնշումն ավելացավ, նա փոխվեց։ Վեճերը հաճախակի դարձան։ Վարդանը սկսեց ուշտուն գալ, ավելի շատ խմել, Անահիտին մեղադրել ամեն ինչի համար, ինչը սխալ էր գնում։ Նա փորձում էր ընտանիքը միասնական պահել, բայց դա նման էր ձեռքերի մեջ ավազ պահելուն։ Որքան շատ էր սեղմում, այնքան ավելի շատ էր այն սահում։ Եվ հետո եկավ վերջին կաթիլը։ Արփին ծանր հիվանդացավ։ Ուժեղ թոքաբորբ, որը հոսպիտալացում պահանջեց։ Անահիտը բժշկական ապահովագրություն չուներ, դիմեց պետպատվերին, աղջիկը 1 շաբաթ մնաց հիվանդանոցում։ Դրանք տագնապի, մահճակալի մոտ հսկելու, դստեր փրկության համար աղոթելու օրեր էին։ Արփին լավացավ, դուրս գրվեց, բայց տուն վերադարձավ դեռս թույլ, մշտական խնամքի թանկարժեք դեղերի կարիք ունենալով։ Վարդանը չդիմացավ ճնշմանը։ Մի գիշեր նա պարզապես տուն չեկավ։ Վերցրել էր իր իրերը, քանի դեռ Անահիտը հիվանդանոցում էր Արփիի հետ։ Թողել էր մի կարճ, սառը երկտող, ասելով, որ այլս չի կարող հաղթահարել այդ իրավիճակը, որ պետք է շարունակի իր կյանքը։ Ոչ մի լումա չէր թողել։ Չէր զանգել։ Պարզապես անհետացել էր։ Անահիտը զգաց, կարծես հողը փլվել է իր ոտքերի տակից։ Միայնակ, գործազուրկ, հիվանդ երեխայի հետ, նա փորձեց դիմադրել։ Վաճառեց այն ամենը, ինչ արժեքավոր էր։ Օգնություն խնդրեց ծանոթներից, բայց մեծ մասը շրջեց հայացքը։ Փորձեց մի քանի շաբաթ ապրել հեռու ազգականի մոտ, բայց իրավիճակը դարձավ անտանելի։ Ազգականն ուներ իր սեփական խնդիրները, հասկացրեց, որ չի կարող նրանց երկար պահել։ Այսպես Անահիտն ու Արփին հայտնվեցին փողոցում։
Սկզբում նա դեռ հույս ուներ, որ դա ժամանակավոր կլինի։ Շարունակում էր աշխատանք փնտրել, բայց առանց մշտական հասցեի, առանց պատշաճ լողանալու տեղի, առանց հարցազրույցների համար համապատասխան հագուստի, դռները շարունակում էին փակ մնալ։ Փողոցի իրականությունը դաժան է, արագ է փշրում ցանկացած պատրանք։ Մի քանի շաբաթվա ընթացքում Անահիտը հասկացավ, որ ընկել է մի անդունդ, որից դուրս գալը շատ դժվար կլինի։ Բայց նա չհանձնվեց։ Ոչ թե իր, այլ Արփիի համար։ Աղջիկը նրա ամենօրյա արթնանալու, սնունդ փնտրելու, քնելու համար նվազագույնս անվտանգ վայրեր գտնելու պատճառն էր։ Արփին, չնայած ամեն ինչին, ժպիտը պահում էր դեմքին։ Նա ամբողջությամբ չէր հասկանում իրավիճակի լրջությունը։ Նրա համար դա տարօրինակ արկած էր, մի վատ փուլ, որը շուտով կանցներ։ Անահիտն ամեն ինչ անում էր դստեր անմեղությունը պահպանելու համար, որպեսզի նա չզգար լքվածության աղքատության ամբողջ ծանրությունը։ Արփիի հազը Անահիտին վերադարձրեց ներկա։ Աղջիկը շարժվեց քնի մեջ, ծածկոցը մի փոքր սահեց։ Անահիտը նորից ուղղեց այն, զգալով թեթ ջերմությունը, որը պահպանվում էր արդեն օրեր շարունակ։ Նրան դեղ էր պետք։ Նրան օգնություն էր պետք։ Զբոսայգին սկսեց կենդանանալ։ Թաղամասի որոշ բնակիչներ անցնում էին վազելով, կատարելով առավոտյան վարժություններ։ Անահիտը մի փոքր կուչ եկավ, փորձելով ուշադրություն չգրավել։ Նա գիտեր, որ շատերը նայում էին արամարանքով, վախով, կարծես աղքատությունը վարակիչ էր։ Մյուսները պարզապես չէին նայում, նախընտրելով ձացնել, թե նրա նման մարդիկ գոյություն չունեն։ Արփին վերջապես արթնացավ, բացելով իր շագանակագույն աչուկները ժպտալով մորը։ «Բարի լույս, մայրիկ», ասաց նա խռպոտ ձայնով։ «Բարի լույս, սերս։ Ինչպե՞ս ես քեզ զգում»։ «Մի քիչ մրսում եմ։ Եվ սոված եմ»։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Նա պահել էր մի կտոր հաց, որը ստացել էր նախորդ օրը, բայց դա շատ քիչ էր։ Այնուամենայնիվ, նա հանեց հացը տոպրակից կիսեց դստեր հետ։ Արփին դանդաղ էր ուտում, վայելելով ամեն մի կտորը, կարծես դա աշխարհի լավագույն կերակուրն էր։ Աղջկա, փոքրիկ բաների մեջ ուրախություն գտնելու այդ կարողությունը միաժամանակ սփոփիչ էր ցավոտ Անահիտի համար։ «Մայրիկ, այսօր խաղահրապարակում խաղալո ենք», հարցրեց Արփին, հույսով լի աչքերով։ «Գուցե ավելի ուշ, բալիկս։ Հիմա մայրիկը պետք է տեսնի, կարող է աշխատանք գտնել, լավ»։ «Լավ։ Ես այստեղ կսպասեմ քեզ»։ Անահիտը համբուրեց դստեր ճակատը, զգաց, որ ջերմությունը դեռ կա։ Նա նայեց շուրջը, հաշվարկելով, թե արդյոք անվտանգ է Արփիին մի քանի րոպեով այնտեղ թողնելը, մինչ ինքը կփորձեր օգնություն խնդրել։ Զբոսայգում մարդիկ կային, գուցե անվտանգ լիներ։ Մնա հենց այս նստարանին, այստեղից չգնաս, պայմանավորվեցինք։ Մայրիկը հիմա կգա։ Արփին գլխով արեց, փաթաթված ծածկոցի մեջ։ Անահիտը քայլեց դեպի զբոսայգու ելքը, որտեղ մի հացաբուլկեղենի խանութ կար։ Նա արդեն մի քանի անգամ փորձել էր այնտեղ օգնություն խնդրել, բայց միշտ մերժվել էր։ Այնուամենայնիվ, համառ հույսը ստիպում էր նրան նորից փորձել։ Մոտենալիս տեսավ խանութպանին, որը զրուցում էր մի հաճախորդի հետ։ Սպասեց մինչ նա ավարտի զրույցը, երկչոտ մոտեցավ։ «Ներեցեք, պարոն։ Գիտեմ, որ նախկինում էլ եմ խնդրել, բայց աղջիկս հիվանդ է, ինձ շատ է պետք որե օգնություն։ Ինչ որ կարող եք տալ, մի կտոր հաց, մի բաժակ կաթք»։ Տղամարդը նրան նայեց անհամբերությամբ։ «Լսիր, ես արդեն ասել եմ, որ չեմ կարող անընդհատ ձրի բաներ տալ։ Ես գործ ունեմ աշխատեցնելու։ Եթե ամեն եկող գնացողի ուզածը տամ, կսնանկանամ»։ «Հասկանում եմ, պարոն, բայց միայն այս անգամ։ Աղջիկս ջերմություն ունի, պետք է մի բան ուտի։ Չեմ կարող օգնել»։ «Ներիր»։ Նա շրջվեց, մտավ խանութ։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերը, բայց զսպեց դրանք։ Լաց լինելը ոչինչ չէր լուծի։ Խորը շունչ քաշեց, վերադարձավ այնտեղ, որտեղ Արփին էր։ Մոտենալով նստարանին, նկատեց, որ մի տղամարդ կանգնած է այնտեղ, զրուցում է աղջկա հետ։ Անահիտի սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա վազեց դեպի նրանց, պաշտպանողական կեցվածքով։ «Արփի»։ Տղամարդը շրջվեց, Անահիտը կարողացավ նրան ավելի լավ տեսնել։ Նա պետք է որ 30 անց լիներ, մի քիչ խառնված մուգ մազերով, հագնված պարզ, բայց մաքուր։
Նրա կողքին մի 8 տարեկան աղջիկ կար, երկար շագանակագույն մազերով։ «Ներեցեք, ես չէի ուզում ձեզ վախեցնել», ասաց տղամարդը հանգիստ ձայնով։ «Աղջիկս տեսավ ձեր բալիկին այստեղ մենակ մտահոգվեց։ Պարզապես եկա տեսնելու, ամեն ինչ կարգին է»։ Անահիտը նայեց նրա դստերը, որը երկչոտ ժամտում էր արփիին։ «Ամեն ինչ կարգին է։ Շնորհակալություն մտահոգության համար»։ Նա քաշեց արփիին իր կողմը։ Տղամարդը կարծես նկատեց լարվածությունը մի քայլ հետ գնաց։ «Իսկապես, անհանգստացնելու մտադրություն չունեի։ Ես Արամն եմ, իսկ սա իմ դուստրն է, Մանեն։ Մենք այստեղ մոտիկ ենք ապրում, ամեն առավոտ գալիս ենք զբոսայգի»։ Անահիտը գլխով արեց, դեռս զգուշավոր։ Արամը նրան նայեց մի հայացքով, որը ոչ թե դատապարտող էր, այլ կարծես հասկացող։ Նա նկատեց մաշված ծածկոցը, իրերով տոպրակը, Անահիտի հոգնած տեսքը, արփիի հազը։ «Դուք որե օգնության կարիք ունեք?» հարցրեց նա մեղմությամբ։ Անահիտի առաջին արձագանքը մերժելն էր։ Նրա հպարտությունը, թե կոտրված ու տրորված, դեռ դիմադրում էր անծանոթներից ողորմություն ընդունելու մտքին։ Բայց հետո նա նայեց արփիին, տեսավ նրա հազը, ջերմությունը, անհանգստությունը, բառերը մնացին կոկորդում։ «Ես մենք դժվար ժամանակներ ենք ապրում», խոստովանեց նա ցածր ձայնով։ «Աղջիկս հիվանդ է, ես դեղի փող չունեմ»։ Արամը հայացք փոխանակեց դստեր հետ։ Մանեն քաշեց նրա բաճկոնի թքից։ «Պապիկ, մենք կարող ենք օգնել»։ Նա ժպտաց աղջկան, հետո նայեց Անահիտին։ «Այստեղ մոտիկ դեղատուն կա։ Ինչ կասեք, եթե ձեր դստեր հազի համար դեղ գնենք։ Եվ գուցե նախաճաշ։ Այս անկյունում մի սրճարան կա»։ Անահիտը զգաց, որ արցունքները վերադառնում են, բայց այս անգամ չկարողացավ դրանք ամբողջությամբ զսպել։ Մեկը սահեց այտով, նախքան նա կհասցներ սրբել այն։ Ես չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել։ Բայց չեմ կարող ընդունել։ Ես չեմ ուզում որե մեկի համար բեռ դառնալ։ Դա բեռ չէ, ասաց Արամը անկեղծությամբ։ Դա պարզապես համերաշխության քայլ է։ Մենք բոլորս էլ կյանքի ինչ-որ պահի օգնության կարիք ենք ունենում։ Նրա ձայնի մեջ ինչ-որ բան կար, անկեղծ բարություն, որը ստիպեց Անահիտին թուլացնել զգոնությունը։ Արփին նորից հազաց, այդ ձայնը որոշեց նրա փոխարեն։ «Լավ։ Ես ընդունում եմ։ Շատ շնորհակալ եմ»։ Արամը ժպտաց, նշան արեց, որ հետեն իրեն։ Անահիտը վերցրեց արփիին գրկի մեջ, վերցրեց տոպրակը, հետեց նրանց։ Մանեն քայլում էր նրանց կողքին, մի ձեռքով բռնելով հոր ձեռքը, իսկ մյուսը ի զարմանս Անահիտի, մեկնելով արփիին։ Փոքրիկ աղջիկը ժպտաց, բռնեց մեծի ձեռքը։ «Ես Մանեն եմ։ Քո անունն ի՞նչ է»։ «Արփի»։ «Ինչ սիրուն անուն է։ Քանի՞ տարեկան ես»։ «6»։ «Իսկ դո՞ղ»։ «8»։ «Կարող ենք ընկերություն անել»։ Արփին նայեց մորը, կարծես թույլտվություն խնդրելով։ Անահիտը գլխով արեց, աղջիկը ժպտաց։ «Այո, կարող ենք»։ Նախ գնացին դեղատուն։ Արամը մտավ Անահիտի հետ, հարցրեց արփիի ախտանիշների մասին։ Դեղագործը խորհուրդ տվեց հազի օշարակ ջերմիջեցնող։ Արամը առանց վարանելու գնեց երկուսն էլ, ինչպես նա մանկական վիտամինների մի տուփ։ Անահիտը հետում էր այդ ամենին երախտագիտության ամոթի խառնուրդով։ Նա այսպես չէր պատկերացրել իր կյանքը։ Նա չէր ուզում այսպես մեծացնել իր դստերը։ «Այդպես մի նայեք», ասաց Արամը ցածրաձայն, կարծես կարդալով նրա մտքերը։ «Կյանքը պտույտներ է տալիս։ Երբեմն վերում ենք լինում, երբեմն ներքում։ Կարորը չհանձնվելն է»։ Անահիտը նայեց նրան, փորձելով հասկանալ, թե ով է այս տղամարդը, որը, չճանաչելով իրեն, այսքան կարեկցանք էր ցուցաբերում։ «Դուք ինձ չեք ճանաչում։ Ինչու եք սա անում»։ Արամը մի պահ լռեց, կարծես զգուշությամբ ընտրելով բառերը։ «Որովհետև ես գիտեմ, թե ինչ է տառապանքը։ Գիտեմ, թե ինչ է նշանակում զգալ, որ աշխարհը փլվել է քեզ վրա։ Եվ գիտեմ, որ այդ պահերին բարության մի քայլը կարող է ամեն ինչ փոխել»։ Նրանք դուրս եկան դեղատնից, գնացին սրճարան։ Պարզ, բայց մաքուր, հարմարավետ տեղ էր։ Արամը պատվիրեց թարմ թխվածքներ, կաթով սուրճ, նարնջի հյութ մրգեր։ Աղջիկները նստեցին միասին մի սեղանի շուրջ, աշխույժ զրուցելով, կարծես տարիների ընկերներ լինեին։
Անահիտն ու Արամը նստեցին հարան սեղանի մոտ։ Դուք երանո՞մ եք ապրում, հարցրեց Արամը, մինչ սպասում էին պատվերին։ Ապրում եմ կամ ապրում էի։ Հիմա այլս ապրելու տեղ չունեմ։ Իսկ ձեր ընտանիքը։ Ընկերները։ Անահիտը օրորեց գլուխը։ Մայրս մահացել է մի քանի տարի առաջ։ Հորս տեղը նույնիսկ չգիտեմ, նա երբեք ներկա չի եղել։ Մի մորաքրոջ աղջիկ ունեմ, բայց նա չի կարող ինձ օգնել։ Իսկ ընկերները դե երբ կյանքում ընկնում ես, հասկանում ես, թե ովքեր են իրական ընկերները։ Ես հասկացա, որ շատ չունեի։ Արամը գլխով արեց, ըմբռնումով։ Իսկ Արփիի հայրը։ Անահիտի դեմքը խստացավ։ Գնաց, երբ ամեն ինչ դժվարացավ։ Ասաց, որ չի կարող հաղթահարել իրավիճակը։ Պարզապես անհետացավ։ Ցավում եմ։ Պետք է որ շատ դժվար լինի։ Դժվարը ես չեմ։ Նա է, Անահիտը նայեց Արփիին, որը ծիծաղում էր Մանեի ասած ինչ-որ բանի վրա։ Նա արժանի չէ սրան։ Ոչ մի երեխա արժանի չէ։ Պատվերը բերեցին, նրանք կերան։ Անահիտը չէր հիշում, թե վերջին անգամ երբ էր նման լիարժեք սնունդ կերել։ Արփին ախորժակով էր ուտում, իսկ Մանեն պնդում էր կիսել իր թխվածքը նոր ընկերուհու հետ։ Արամը հետում էր այդ ամենին թեթ ժպիտով։ Նախաճաշից հետո նա դեղը տվեց Արփիին, ըստ դեղագործի ցուցումների։ Աղջիկը դեմքը կնճռեց օշարակը խմելիս, բայց կուլ տվեց։ Անահիտը նորից շնորհակալություն հայտնեց, զգալով երախտագիտության անծանոթի բարությունից կախված լինելու անհարմարության միջ։ Ո՞ր եք գնալու հիմա, հարցրեց Արամը։ Անահիտը վարանեց։ Չգիտեր։ Հավանաբար կվերադառնային զբոսայգի, կփորձեին մի ծածկված տեղ գտնել, նախքան անձրը կսկսվեր։ Դեռ չգիտեմ։ Միծ կգտնենք։ Արամը հայացք փոխանակեց Մանեի հետ։ Աղջիկը գլխով արեց, կարծես լուր զրույց ունեին։ Լսեք, ես գիտեմ, որ մենք նոր ենք ծանոթացել, դուք ինձ վստահելու պատճառ չունեք։ Բայց ես այստեղ մոտիկ տուն ունեմ։ Այն շատ մեծ է ինձ Մանեի համար։ Մի հյուրասենյակ ունենք, որը չենք օգտագործում։ Դուք կարող եք մնալ այնտեղ, գոնե մինչ ձեր հարցերը դասավորեք։ Մինչ աշխատանք գտնեք, մի քիչ գումար հավաքեք։ Անահիտը ապշած նայեց նրան։ Դուք լոր չեք ասում։ Լիովին։ Գիտեմ, որ տարօրինակ է հնչում, անծանոթն է առաջարկում։ Բայց տեսեք, ես սա չեմ անում փոխարենը ինչ-որ բան ակնկալելով։ Անում եմ, որովհետև դա ճիշտ է։ Որովհետև դուք օգնության կարիք ունեք, իսկ ես կարող եմ օգնել։ Անահիտը զգաց, որ արցունքները նորից վերադառնում են։ Այս անգամ նա չփորձեց զսպել դրանք։ Ես չգիտեմ ինչ ասել։ Սա չափազանց մեծ առատաձեռնություն է։ Ուրեմն, այո, ասեք։ Թույլ տվեք օգնել։ Անահիտը նայեց Արփիին, որը երջանիկ էր, զրուցելով Մանեի հետ։ Նայեց Արամին, փորձելով տեսնել որևէ վատ մտադրության նշան, բայց տեսավ միայն անկեղծություն։ Նա գիտեր, որ պետք է ավելի զգույշ լիներ, որ չպետք է այդքան արագ վստահեր անծանոթներին։ Բայց նրա ներսում ինչ-որ բան, գուցե բնազդը, գուցե հուսահատությունը, գուցե հավատը, որ աշխարհում դեռ բարություն կա, ստիպեց նրան հավատալ։ Լավ։ Ես ընդունում եմ։ Բայց դա ժամանակավոր է, միայն մինչ կարողանամ դասավորել գործերս։ Ես չեմ ուզում չարաշահել ձեր բարությունը։ Չեք չարաշահի։ Դուք պարզապես ընդունում եք օգնություն։ Ժամկետ չկա։ Մնացեք այնքան, որքան պետք կլինի։ Արամը վեր կացավ մեկնեց ձեռքը։ Անահիտը սեղմեց այն ամիսների ընթացքում առաջին անգամ զգալով, որ գուցե, միայն գուցե, ամեն ինչ կարող է լավանալ։ Նրանք վերցրեցին Անահիտի Արփիի իրերը քայլեցին թաղամասի փողոցներով։ Արամը ապրում էր մի առանձնատանը, խաղաղ փողոցում, արջում փոքրիկ պարտեզով։ Պարզ, բայց խնամված տուն էր։ Ներս մտնելիս Անահիտը զգաց տան հոտը, մի բան, որ նա վաղուց չէր զգացել։ Տունը հարմարավետ էր։ Կար հյուրասենյակ հարմարավետ բազմոցներով, ընդարձակ խոհանոց, 2 լոգարան, 3 ննջասենյակ։ Արամը ցույց տվեց հյուրերի սենյակը, որն ուներ երկտեղանոց մահճակալ, պահարան փոքրիկ գրասեղան։ Ահա, ասաց նա։ Կարող եք օգտվել ինչպես ուզում եք։ Լոգարանը միջանցքի վերջում է։ Ձեզ զգացեք ինչպես ձեր տանը։
Անահիտը նայեց շուրջը, դեռս փորձելով գիտակցել այդ ամենը։ Դա գրեթե անիրական էր։ Մի քանի ժամ առաջ նա քնած էր զբոսայգու նստարանին, իսկ հիմա տան մեջ էր, իր արփիի համար առանձին սենյակով։ Ես ձեզ թողնեմ տեղավորվելու։ Եթե որևէ բան պետք լինի, պարզապես կանչեք։ Արամի դուրս գալուց հետո Անահիտը նստեց մահճակալին, արփիին գրկած, վերջապես թույլ տվեց, որ արցունքները ազատ հոսեն։ Դրանք թեթության, երախտագիտության հույսի արցունքներ էին։ Արփին գրկեց մորը։ Մենք այստեղ ենք մնալու, մայրիկ։ Միառժամանակ, սերս։ Միառժամանակ։ Անահիտը պառկեց դստեր հետ, գրկելով նրան, մինչ աղջիկը քուն մտավ։ Նա նայեց առաստաղին, այդ անվտանգ մաքուր միջավայրին, երկար ժամանակ անց առաջին անգամ թույլ տվեց իրեն հավատալ, որ գուցե կյանքը դեռ կարող է իրեն երկրորդ հնարավորություն տալ։ Դրսում ամպերը վերջապես բացվեցին, սկսվեց ուժեղ անձր երանի վրա։ Բայց այդ տան ներսում Անահիտն ու արփին անվտանգ էին, տաք ամիսների ընթացքում առաջին անգամ տանիք ունեին իրենց գլխավերում, իսկ նրանց սրտերում վերածնվում էր հույսը։ Անահիտը արթնացավ շփոթված։ Մի պահ նա չգիտեր, թե որտեղ է։ Փափուկ ներքնակը, մաքուր բարձը, լվացված հագուստի հոտը, ամեն ինչ երազ էր թվում։ Հետո հիշեց։ Արամի տունը։ Հյուրերի սենյակը։ Մի անծանոթի բարությունը, որը ժամերի ընթացքում փոխել էր ամեն ինչ։ Շրջվեց տեսավ արփիին, որը դեռ քնած էր իր կողքին, հանգիստ շնչելով։ Հազը գիշերվա ընթացքում մեղմացել էր դեղի շնորհիվ։ Աղջկա դեմքը խաղաղ էր։ Անահիտը զգաց երախտագիտության այնպիսի ուժեղ ալիք, որը գրեթե ցավեցնում էր։ Նա նայեց թվային ժամացույցին, առավոտյան 7:30 էր։ Զգուշությամբ վեր կացավ, որպեսզի չարթնացնի դստերը, մոտեցավ պատուհանին։ Դրսում ձմեռային արը փորձում էր ճեղքել ամպերը։ Փողոցը խաղաղ էր։ Այնքան տարբեր այն վայրերից, որտեղ նրանք քնել էին վերջին շաբաթներին։ Խոհանոցից ձայներ լսվեցին։ Արամն արդեն արթուն էր։ Անահիտը ձեռքերով ուղեց մազերը դուրս եկավ սենյակից։ Քայլեց միջանցքով, դիտելով տունը ցերեկային լույսի տակ։ Պատերին լուսանկարներ կային։ Ճանաչեց մանեին դրանցից շատերում, տարբեր տարիքի։ Որոշ լուսանկարներում Արամի աղջկա կողքին մի գեղեցիկ կին կար, լայն ժպիտով։ Անահիտը ենթադրեց, որ դա նրա կինն էր, Անին, որի մասին նա կարճ հիշատակել էր։ Խոհանոցում Արամը սուրճ էր պատրաստում։ Նա շրջվեց, լսելով նրա մուտքը, ժպտաց. Բարի լույս։ Լավ քնեցիք։ Ավելի լավ, քան վերջին ամիսների ընթացքում, խոստովանեց Անահիտը։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Ես դեռ չեմ կարողանում հավատալ, որ սա իրականություն է։ Հավատացեք։ Եվ պետք չէ այդքան շնորհակալություն հայտնել։ Նստեք, հիմա նախաճաշ կպատրաստեմ։ Անահիտը նստեց սեղանի շուրջ, հետելով Արամի շարժումներին։ Նա հանգիստ շարժումներով տղամարդ էր։ Նրա մեջ մի տեսակ կայունություն կար, որը լիովին հակասում էր այն քաոսին, որը վերջին շաբաթներին Անահիտի կյանքն էր։ Մանեն դեռ քնած է, հարցրեց նա։ Այո։ Շաբաթ օրը նրա համար սրբություն է։ Երկար է քնում։ Բայց շուտով կարթնանա։ Նա երեկ շատ ոգորված էր ձեր գալուց հետո։ Անընդհատ խոսում էր իր նոր ընկերուհու մասին։ Անահիտը ժպտաց։ Արփին նույնպես։ Վաղուց նրան այսքան աշխույժ չէի տեսել։ Արամը սեղանին դրեց հաց, կարագ, սուրճ, կաթ մրգեր։ Այդ նախաճաշի պարզությունը նրա համար սովորական էր, բայց Անահիտի համար շքեղություն։ Նա դանդաղ էր ուտում, վայելելով կարագով հացի ամեն մի կտորը, տաք սուրճի ամեն մի կումը։ Անահիտ, սկսեց Արամը, նստելով նրա դիմաց, ես գիտեմ, որ դուք շատ հարցեր ունեք։ Գիտեմ, որ ինձ չեք ճանաչում, հավանաբար մտածում եք, ինչու եմ ես սա անում։ Այո, մտածում եմ, խոստովանեց նա։ Ոչ թե երախտապարտ չեմ, այլ պարզապես տարօրինակ է։ Մարդիկ սովորաբար այդպես չեն վարվում։ Հատկապես անծանոթների հետ։ Արամը մի պահ լռեց, մտախոհ խառնելով սուրճը։ 3 տարի առաջ, սկսեց նա, ես կորցրեցի կնոջս Անիին։ Նա ավտովթարի ենթարկվեց։ Անսպասելի էր, առանց նախազգուշացման։ Մի օր նա այստեղ էր, ծիծաղում էր, Մանեի ապագայի համար պլաններ էր կազմում, իսկ հաջորդ օրը նա այլս չկար։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։
Ցավում եմ։ Դա իմ կյանքի ամենադժվար շրջանն էր։ Ես չգիտեի, թե ինչպես եմ շարունակելու։ Ինչպես եմ միայնակ մեծացնելու Մանեին։ Ինչպես եմ հաղթահարելու ցավը։ Շատ անգամներ մտածել եմ ամեն ինչ թողնելու մասին։ Բայց Մանեն իմ կարիքն ուներ։ Եվ ես՝ նրա։ Մենք հենվեցինք միմյանց վրա։ Նա դադար տվեց, նայելով սուրճի բաժակին։ Այդ ժամանակ շատ մարդիկ օգնեցին ինձ։ Հարանները, որոնք սնունդ էին բերում, որովհետև գիտեին, որ ես հազիվ էի կարողանում ուտելիք պատրաստել։ Անիի մայրը, որը գալիս էր Մանեին խնամելու, երբ ես պետք է աշխատեի։ Ընկերները, որոնք պարզապես այնտեղ էին, լսում էին առանց դատապարտելու։ Ես հասկացա, որ առանց այդ աջակցության ես լիովին կխորտակվեի։ Եվ հիմա դուք նույնն եք անում ինձ համար, մեղմ ասաց Անահիտը։ Ճիշտ այդպես։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում լինել հատակում։ Գիտեմ, թե ինչ է նշանակում զգալ, որ ելք չկա։ Եվ գիտեմ, որ երբեմն այն ամենը, ինչ մեզ պետք է, մեկնված ձեռքն է։ Այնպես որ երբ երեք տեսա ձեզ երկուսիդ, տեսա հնարավորություն լինելու այդ ձեռքը ձեզ համար։ Վերադարձնելու այն բարությունը, որը ես ստացել եմ։ Անահիտը զգաց, որ արցունքները նորից այրում են աչքերը։ Դուք լավ մարդ եք, Արամ։ Ես սուրբ չեմ։ Ես պարզապես մեկն եմ, ով հասկանում է ցավը ուզում է օգնել, երբ կարող է։ Մի քանի րոպե նրանք լուռ մնացին, փոխադարձ ըմբռնման լռության մեջ։ Հետո Անահիտը խորը շունչ քաշեց։ Ես պետք է աշխատանք գտնեմ։ Պետք է ոտքի կանգնեմ։ Չեմ կարող հավերժ ձեզնից կախված լինել։ Գիտեմ։ Եվ մենք միասին կաշխատենք այդ ուղղությամբ։ Բայց առանց շտապելու։ Նախ դուք պետք է վերականգնվեք ֆիզիկապես հուզականորեն։ Արփին պետք է լիովին լավանա։ Հետո կմտածենք հաջորդ քայլերի մասին։ Ես չեմ ուզում բեռ լինել։ Դուք բեռ չեք։ Եվ դադարեք այդպես մտածել։ Ընդունեք օգնությունը առանց մեղքի զգացման։ Երբ դուք վիճակում լինեք օգնելու մեկ ուրիշին, կանեք դա։ Աշխարհը հենց այդպես պետք է աշխատի։ Անահիտը գլխով արեց, փորձելով ընկալել այդ փիլիսոփայությունը։ Նրա համար դա դժվար էր։ Ամբողջ կյանքում նա եղել էր անկախ, ինքնուրույն էր գլուխ հանել։ Ինչ-որ մեկից կախված լինելը դեմ էր նրա բնույթին։ Բայց հանգամանքները ստիպել էին նրան կուլ տալ հպարտությունը ընդունել օգնությունը։ Կարող եք օգտվել լոգարանից, երբ ցանկանաք, ասաց Արամը։ Լոգարանի պահարանում մաքուր սրբիչներ կան։ Եվ սենյակում Անիի հագուստներից եմ թողել։ Դուք մոտավորապես նույն չափսն ունեք։ Չգիտեմ կցանկանաք հագնել, թե ոչ, բայց դրանք այնտեղ են, եթե պետք լինեն։ Այդ տղամարդու բարությունը գրեթե անհավանական էր թվում։ Անահիտը շնորհակալություն հայտնեց նախաճաշից հետո վերադարձավ սենյակ։ Արփին արթնանում էր, ձգվելով ժպտալով։ Բարի լույս, մայրիկ։ Բարի լույս, սերս։ Ինչպե՞ս ես։ Ավելի լավ։ Այդքան շատ չեմ հազում։ Հրաշալի է։ Ինչ կասես, եթե լողանանք։ Արփին ուրախ վեր թռավ մահճակալից։ Օրեր էին անցել, ինչ նրանք կարգին չէին լողացել։ Անահիտը վերցրեց սրբիչները տարավ Արփիին լոգարան։ Տաք ջուրը նրանց վրա թափվելիս կարծես օրհնություն լիներ։ Անահիտը զգուշությամբ լվաց դստեր մազերը, հեռացնելով փողոցների օրերի գեղտը։ Արփին մեղմ երգում էր, երջանիկ։ Լողանալուց հետո Անահիտը բացեց հյուրերի սենյակի պահարանը։ Այնտեղ Անիի հագուստներն էին, խնամքով ծալված։ Դրանք պարզ, բայց գեղեցիկ իրեր էին։ Անահիտը վարանեց։ Կարծես ներխուժում լիներ հեռացած մեկի անձնական տիրույթ։ Բայց իր սեփական հագուստները կեղտոտ էին ու մաշված։ Նա վերցրեց մի ջինսե տաբատ երկարատ բլուզ։ Դրանք գրեթե կատարելապես նստեցին նրա վրա։ Երբ նրանք դուրս եկան սենյակից, Մանեն արդեն արթուն էր։ Աղջիկը հյուրասենյակում էր, հեռուստացույց դիտելիս, բայց տեսնելով Արփիին, վեր թռավ բազմոցից։ Արփի, դու լողացել ես։ Ուզում ես խաղալ։ Ուզում եմ։ Ինչ ենք անելու։ Ես տիկնիկներ ունեմ։ Եվ խաղեր։ Արի տես։ Երկուսով վազեցին Մանեի սենյակ, շուտով այնտեղից լսվեցին ծիծաղի ձայներ, աշխույժ զրույցներ։
Արամը հայտնվեց հյուրասենյակում, ժպտալով, երբ տեսավ Անահիտին Անիի հագուստով։ «Սազում է», ասաց նա։ Անին ուրախ կլիներ, իմանալով, որ իր հագուստները պետք են գալիս։ «Շնորհակալություն ամեն ինչի համար»։ «Դադարեք այդքան շնորհակալություն հայտնել», ասաց նա ժպտալով։ Թե չէ երախտագիտության այնպիսի հաշիվ կստեղծվի, որը հնարավոր չի լինի վճարել։ Անահիտը ծիծաղեց, հաճելի էր ծիծաղելը։ Վաղուց նա իսկապես չէր ծիծաղել։ Հաջորդ օրերը հարմարվելու օրեր էին։ Անահիտն ու Արփին սկսեցին սովորել տան առօրյային։ Արամը աշխատում էր տանից, որպես գրաֆիկական դիզայներ, ինչը նշանակում էր, որ նա ներկա էր ժամանակի մեծ մասը։ Մանեն շաբաթվա ընթացքում դպրոց էր գնում, բայց հանգստյան օրերին նա էներգիայի ուրախության իսկական աղբյուր էր։ Երկու աղջիկները դարձան անբաժանելի։ Խաղում էին, պատմություններ հորինում, միասին նկարում։ Մանեն, որն այդքան վաղ էր կորցրել մորը, կարծես Անահիտի ներկայության մեջ գտել էր այն մայրական կերպարը, որը պակասում էր իրեն։ Իսկ Արփին, որը երբեք քույր կամ եղբայր չէր ունեցել, հիմա ուներ մեծ քույր, որը պաշտպանում էր իրեն խաղում իր հետ։ Անահիտը կամաց-կամաց վերականգնում էր ուժերը։ Դեղն ազդեց, Արփին լիովին լավացավ։ Հազը դադարեց, ջերմությունը չվերադարձավ։ Պատշաճ սննդի հանգստի շնորհիվ աղջիկը ծաղկեց։ Նա նորից դարձավ այն աշխույժ կենսուրախ երեխան, որը կար նախքան այդ ամբողջ դժբախտությունը։ Արամն ու Անահիտը ստեղծեցին հարմարավետ առօրյա։ Նա աշխատում էր հյուրասենյակում հարմարեցված իր գրասեղանի մոտ, իսկ Անահիտը օգնում էր տնային գործերում, ուտելիք էր պատրաստում, խնամում էր աղջիկներին։ Դա պաշտոնական պայմանավորվածություն չէր, պարզապես մի բան, որը բնականորեն ստացվեց։ Անահիտին պետք էր իրեն օգտակար զգալ, ինչ-որ կերպ ներդրում ունենալ, դա այն ձն էր, որ նա գտավ։ Երեկոյան, երբ աղջիկները քնում էին, Արամն ու Անահիտը զրուցում էին հյուրասենյակում։ Դրանք երկար զրույցներ էին, ամեն ինչի ոչնչի մասին։ Նա պատմում էր Անիի մասին, թե ինչպես են ծանոթացել, ինչ պլաններ ունեին նախքան վթարը։ Անահիտը պատմում էր իր դժվար մանկության, Վարդանի, այն երազանքների մասին, որոնք ուներ նախքան ամեն ինչի փլուզվելը։ «Գիտեք, ինչն է ամենացավոտը», ասաց Անահիտը մի երեկո, թեյի բաժակը ձեռքին։ «Ոչ թե հենց աղքատությունը, այլ անտեսանելի լինելը։ Երբ դու փողոցում ես, մարդիկ նայում են քո միջով։ Դու դադարում ես մարդ լինելուց դառնում ես պարզապես մի խնդիր, մի անհանգստություն։ Ոչ ոք չի ուզում քեզ տեսնել, լսել, ճանաչել։ Դու պարզապես մեկ մուրացկան ես, մեկ թիվ»։ Արամը ուշադիր լսում էր։ «Ես երբեք այդ մասին այդպես չէի մտածել։ Բայց դա իմաստ ունի։ Նրանք քեզ զրկում են մարդկային հատկանիշներից։ Ճիշտ այդպես։ Եվ ամենավատն այն է, որ դու ինքդ ես սկսում հավատալ դրան։ Սկսում ես քեզ այդպես տեսնել։ Որպես մեկը, ով արժանի չէ հարգանքի, արժանապատվության։ Հենց դա էր, որ գրեթե կոտրեց ինձ։ Ոչ թե սովը, ոչ թե ցուրտը, այլ սեփական մարդկայնության կորուստը ուրիշների աչքերում։ Բայց դուք չեք կորցրել։ Դուք այստեղ եք։ Դեռ պայքարում եք։ Միայն որովհետև Արփին կար։ Եթե միայն ես լինեի, գուցե հանձնվեի։ Բայց նա ինձ շարունակելու պատճառ էր տալիս։ Արամը գլխով արեց, ըմբռնումով։ Դա նման է ինձ Մանեին։ Նա ինձ փրկեց նույնքան, որքան ես նրան։ Դուք դեռ կարոտում եք նրան։ Անիին։ Ամեն օր։ Դա չի անցնում։ Դու պարզապես սովորում ես ապրել ցավի հետ։ Այն դառնում է քո մի մասը։ Եվ դու առաջ ես շարժվում, որովհետև ընտրություն չունես։ Երբեմն ես մտածում եմ, արդյոք Վարդանը մտածում է մեր մասին, ցածրաձայն ասաց Անահիտը։ Արդյոք նա զղջում է գնալու համար։ Արդյոք կարոտում է Արփիին։ Գուցե այո, գուցե ոչ։ Բայց դա նշանակություն չունի։ Կարևորն այն է, որ դուք այստեղ եք, լինելով հրաշալի մայր նրա համար։ Հենց դա է հաշվի առնվում։ Անահիտը տխուր ժպտաց։ Շնորհակալություն դա ասելու համար։ Նրանց գալուց մեկ շաբաթ անց Արամը բարձրացրեց աշխատանքի հարցը։ Կարծում եմ, դուք պատրաստ եք սկսել աշխատանք փնտրել։ Եթե ուզում եք, կարող եմ օգնել ինքնակենսագրական կազմել, նայել որոշ թափուր տեղեր։ Անահիտը անմիջապես համաձայնեց։
Նա անհամբեր էր վերադառնալու իր կյանքին, նորից օգտակար լինելու։ Կեսօրն անցկացրին ինքնակենսագրական կազմելով։ Արամը օգնեց ձավորել այն, ընդգծել նրա հմտությունները։ Հետո սկսեցին առցանց թափուր տեղեր փնտրել։ Ահա, ասաց նա, մատնացույց անելով համակարգչի էկրանը։ Ընդունարանի աշխատողի տեղ կա մի անասնաբուժական կլինիկայում։ Կենտրոն թաղամասում է։ Դուք ունեք ընդունարանում աշխատելու փորձ, դա կատարյալ կլիներ։ Անահիտը կարդաց հայտարարությունը, զգալով սրտի արագ բաբախյուն։ Ոգորությունը խառնված էր վախի հետ։ Կարող եմ փորձել։ Բայց ինչ, եթե նրանք հարցնեն, թե ինչու եմ այդքան երկար չեմ աշխատել։ Ինչպես բացատրեմ, որ փողոցում էի ապրում։ Դուք ճշմարտությունն եք ասում։ Համառոտ, առանց շատ մանրամասների մեջ մտնելու։ Անցել եք դժվար շրջան, մնացել եք անգործ, բայց հիմա վերակազմակերպվում եք։ Եթե հասցեի մասին հարցնեն, կտակ այս տան հասցեն։ Բայց սա իմ տունը չէ։ Առայժմ ձերն է։ Եվ կլինի այնքան ժամանակ, որքան ձեզ պետք կլինի։ Անահիտը ուղարկեց ինքնակենսագրականը այդ տեղից 3 այլ տեղերի համար։ Արամը օգնեց նրան գրել ուղեկցող նամակներ, պատրաստվել հնարավոր հարցազրույցներին։ Նա նյարդայնացած էր, բայց նա հույսով լի։ 2 օր անց նա զանգ ստացավ։ Անասնաբուժական կլինիկան ուզում էր նրան հրավիրել հարցազրույցի։ Անահիտը քիչ էր մնում ուրախությունից ճչար, երբ անջատեց հեռախոսը։ Ինձ կանչեցին։ Վաղը ժամը 10-ին հարցազրույց ունեմ։ Արամը լայն ժպտաց։ Հիանալի է։ Դուք կփայլեք։ Բայց ես հարցազրույցի համար համապատասխան հագուստ չունեմ։ Անի հագուստները շատ առօրյա են։ Դա իմ վրա թողեք։ Մի լուծում կգտնենք։ Այդ կեսօրին Արամը Անահիտին տարավ կենտրոնի խանութներից մեկը։ Այնտեղ գնեցին դասական տաբատ, սպիտակ բլուզ, մոխրագույն պիջակ։ Անահիտը բողոքեց ծախսի դեմ, բայց Արամը պնդեց, որ դա ներդրում է։ Երբ աշխատանքը ստանաք, ինձ հետ կվերադարձնեք, եթե այդքան շատ եք ուզում։ Բայց հիմա ընդունեք սա։ Նա ընդունեց, զգալով երախտագիտության անհարմարության այդ ծանոթ խառնուրդը։ Հարցազրույցի առավոտյան Անահիտը շուտ արթնացավ։ Լողացավ, ուղեց մազերը, հագավ նոր հագուստը։ Նայեց հայելուն, գրեթե չճանաչեց իրեն։ Նա այլ մարդու էր նման։ Նման էր այն Անահիտին, որը կար նախքան անկումը։ Արամը առաջարկեց մնալ Արփիի հետ, քանի դեռ նա հարցազրույցի էր։ Մանեն նույնպես տանն էր լինելու, շաբաթ օր էր։ Աղջիկները ոգորված էին օրը միասին անցկացնելու մտքից։ Հաջողություն, ասաց Արամը, երբ նա դուրս էր գալիս։ Դուք կհասնեք դրան։ Հավատացեք ինքներդ ձեզ։ Անահիտը գլխով արեց, խորը շունչ քաշեց դուրս եկավ։ Անասնաբուժական կլինիկան գտնվում էր կենտրոնում մի գեղեցիկ շենքում։ Անահիտը մտավ ներս, ներկայացավ ընդունարանում, սպասեց։ Նրա նյարդերը լարված էին։ Փորձում էր հիշել այն խորհուրդները, որոնք Արամն էր տվել։ Եղիր ինքնավստահ։ Եղիր անկեղծ։ Ցույց տուր քո որակները։ Երբ նրան կանչեցին, նա մտավ մի սենյակ, որտեղ նրան սպասում էր մի 40 տարեկան կին, մազերը հավաքած, մեղմ հայացքով։ Հաճելի է, Անահիտ։ Ես բժիշկ Գայանեն եմ, կլինիկայի սեփականատերը։ Նստեք։ Հարցազրույցը տեց մոտ կես ժամ։ Բժիշկ Գայանեն հարցեր տվեց նրա նախկին փորձի, համակարգչային հմտությունների, դժվար իրավիճակներում կողմնորոշվելու մասին։ Անահիտը պատասխանեց որքան հնարավոր է լավ, փորձելով ինքնավստահ հնչել, չնայած հուզմունքին։ Հետո եկավ անխուսափելի հարցը։ Այստեղ տեսնում եմ, որ մի շրջան չեք աշխատել։ Կարող եք բացատրել, ինչ է պատահել։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Ճշմարտության պահն էր։ Անձնական շատ դժվար շրջան եմ անցել։ Կորցրեցի նախկին աշխատանքս ընկերության փակվելու պատճառով, դրանից անմիջապես հետո դուստրս ծանր հիվանդացավ։ Դա, զուգակցվելով այլ անձնական խնդիրների հետ, ինձ բերեց բարդ իրավիճակի։ Բայց հիմա ես վերակազմակերպվում եմ։ Ունեմ կայուն բնակության վայր, դուստրս առողջ է, ես պատրաստ եմ վերադառնալ աշխատաշուկա։ Բժիշկ Գայանեն մի պահ դիտեց նրան, Անահիտը չէր կարողանում կարդալ նրա դեմքի արտահայտությունը։ Հասկանում եմ։ Մենք բոլորս էլ անցնում ենք դժվար պահերով։
Կարևորն այն է, թե ինչպես ենք մենք ոտքի կանգնում դրանցից հետո։ Ճիշտ այդպես, համաձայնեց Անահիտը։ Հարցազրույցը ավարտվեց ձեռքսեղմումով։ Ես կդիտարկեմ բոլոր թեկնածուներին պատասխան կտամ մինչ երեքշաբթի։ Շնորհակալություն գալու համար։ Անահիտը դուրս եկավ կլինիկայից չիմանալով լավ էր անցել, թե ոչ։ Տուն վերադարձավ տագնապած վիճակում։ Արամը նրան դիմավորեց տաք սուրճով քաջալերող ժպիտով։ Դե ինչպես անցավ։ Չգիտեմ։ Կարծում եմ, լավ։ Նա համակրելի էր, սովորական հարցեր տվեց։ Բայց ես չեմ կարող ասել, կստանամ աշխատանքը, թե ոչ։ Հիմա պետք է սպասել։ Բայց անկախ արդյունքից, դուք շատ քաջ էիք։ Դա արդեն հաղթանակ է։ Հաջորդ օրերին Անահիտը հազիվ էր կարողանում ուրիշ բանի մասին մտածել։ Ամեն անգամ, երբ հեռախոսը զանգում էր, նրա սիրտը թրջում էր։ Եվ ահա, երեքշաբթի առավոտյան այն զանգեց։ Ալո։ Անահիտ։ Բարձես, ես բժիշկ Գայանեն եմ, անասնաբուժական կլինիկայից։ Անահիտի սիրտը քիչ էր մնում դուրս թռչեր կրծքից։ Այո, բժիշկ։ Բարի լույս։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ բոլոր թեկնածուներին գնահատելուց հետո որոշել ենք, որ դուք ամենահամապատասխանն եք այս հաստիքի համար։ Մենք ցանկանում ենք ձեզ առաջարկել աշխատանքը։ Կընդունեք։ Անահիտը ստիպված էր իրեն զսպել, որ չճչա։ Այո։ Այո, ես ընդունում եմ։ Շատ շնորհակալ եմ։ Հիանալի է։ Կարող եք սկսել հաջորդ երկուշաբթի օրվանից։ Այո, կարող եմ։ Շատ լավ։ Մանրամասները կուղարկեմ էլեկտրոնային փոստով։ Մինչ երկուշաբթի։ Մինչ երկուշաբթի։ Եվ շատ շնորհակալ եմ։ Երբ անջատեց, Անահիտը վերջապես ճչաց։ Արամը վազելով եկավ հյուրասենյակից, իսկ Արփին ու Մանեն սենյակից։ Ես ստացա աշխատանքը։ Արամը գրկեց նրան, ծիծաղելով։ Ես գիտեի, որ կստանաք։ Արփին թռավ մոր գիրկը։ Մայրիկը նորից աշխատելու է։ Մանեն նույնպես միացավ գրկախառնությանը, չորսով այնտեղ կանգնած տոնում էին միասին։ Այդ երեկո Արամը հատուկ ընթրիք պատրաստեց տոնելու համար։ Լազանյա, աղցան շոկոլադե տորտ, որպես աղանդեր։ Աղջիկները աշխույժ զրուցում էին, իսկ Անահիտը կրծքում մի թեթություն էր զգում, որը վաղուց չէր զգացել։ Շնորհակալություն, ասաց նա Արամին, երբ աղջիկները գնացին քնելու։ Ամեն ինչի համար։ Ինձ հավատալու համար, երբ նույնիսկ ես ինքս ինձ չէի հավատում։ Դուք ինքներդ արեցիք ամբողջ աշխատանքը։ Ես պարզապես մի փոքր հրեցի։ Դա ավելին էր։ Դուք ինձ վերադարձրիք արժանապատվությունս։ Ինձ հույս տվեցիք։ Ինձ նորից սկսելու հնարավորություն տվեցիք։ Արամը լռեց, հետո ժպտաց։ Մենք միասին ենք նորից սկսում։ Ես նույնպես։ Ձեր այստեղ լինելը կյանք վերադարձրեց այս տուն։ Այնպիսի ուրախություն բերեց, որը ես տարիներ շարունակ չէի զգացել։ Անահիտը նայեց այդ տղամարդուն, որը կարճ ժամանակում այդքան կարևոր էր դարձել իր Արփիի համար։ Նրանց միջ ինչ-որ բան էր ձևավորվում, մի բան, որն ավելին էր, քան երախտագիտությունը։ Բայց դեռ վաղ էր այդ մասին մտածել։ Նախ նա պետք է կայունանար, ապացուցեր ինքն իրեն, որ կարող է իրեն պահել։ Ես կսկսեմ գումար հավաքել, ասաց նա։ Հենց բավարար լինի, բնակարան կփնտրեմ իմ Արփիի համար։ Շտապելու կարիք չկա, պատասխանեց Արամը։ Բայց եթե դա այն է, ինչ դուք եք ուզում, ես ձեզ կաջակցեմ։ Անահիտը գլխով արեց, բայց նրա մի մասը, որը նա դեռ պատրաստ չէր խոստովանել, չէր ուզում հեռանալ այդ տնից։ Չէր ուզում հեռանալ Արամից Մանեից։ Առաջին անգամ այն բանից հետո, երբ ամեն ինչ փլուզվել էր, նա զգում էր, որ ինչ-որ տեղի է պատկանում։ Զգում էր, որ ընտանիք ունի։ Եվ դա նրան նույնքան վախեցնում էր, որքան սփոփում։ 3 ամիս անցավ այն օրվանից, երբ Անահիտը սկսեց աշխատել անասնաբուժական կլինիկայում։ Առօրյան բերեց մի կայունություն, որի գոյության մասին նա արդեն մոռացել էր։ Շուտ էր արթնանում, պատրաստում էր Արփիին մանկապարտեզի համար, որը Արամը գտել էր սոցիալական ծրագրի միջոցով, ավտոբուսով գնում էր աշխատանքի։ Կլինիկայում ժամերը արագ էին անցնում։
Նրան դուր էր գալիս իր աշխատանքը, հաճախորդների նրանց կենդանիների հետ շփվելը, դուր էր գալիս բժիշկ Գայանեն, որը ըմբռնող արդար ղեկավար էր։ Նրա վաստակած գումարը շատ չէր, բայց իրենն էր։ Երկար ժամանակ անց առաջին անգամ Անահիտը ուներ բանկային հաշիվ, դրական մնացորդով։ Նա աշխատավարձի կեսը կրոնական ճշտությամբ պահում էր, պլանավորելով հավաքել բավարար գումար փոքրիկ բնակարան վարձելու համար։ Մյուս կեսը օգտագործում էր Արփիի համար հագուստ գնելու, Արամի տան ծախսերին մասնակցելու համար, չնայած նա պնդում էր, որ դա անհրաժեշտ չէ, երբեմն փոքրիկ նվերներ էր գնում Մանեի Արամի համար, որպես երախտագիտություն։ Կյանքը լավ էր։ Ավելի լավ, քան Անահիտը երբեք կարող էր պատկերացնել։ Բայց նրա մի մասը, որն օրեցօր աճում էր, այլս չէր ուզում հեռանալ այդ տնից։ Այլս չէր ուզում հեռանալ Արամից։ Այն, ինչ սկսվել էր որպես երախտագիտություն, վերածվել էր ավելի խորը զգացմունքի։ Նա նկատում էր, թե ինչպես է իր սիրտը արագանում, երբ առավոտյան տեսնում էր նրան։ Ինչպես էին իր աչքերը փնտրում նրան զրույցների ժամանակ։ Ինչպես էր աշխատանքի ժամանակ մտածում նրա մասին, պատկերացնելով, թե ինչ կլիներ, եթե նրանց ունեցածը կարողանար ավելին լինել։ Բայց վախը կաշկանդում էր նրան։ Ամեն ինչ փչացնելու վախը։ Վախը, որ նա նույնը չի զգում։ Վախը, որ եթե փորձեին ինչ-որ բան չստացվեր, նա կկորցներ ոչ միայն նրան, այլ միակ կայուն տունը, որ Արփին ճանաչել էր վերջին շրջանում։ Արամն իր հերթին նույնպես փոխվել էր։ Անահիտը նկատում էր դա։ Նա ավելի շատ էր ժպտում, ավելի շատ էր ծիծաղում։ Տունը, որը նախկինում լռակյաց էր կորստի կնիքով դրոշմված, հիմա լի էր կյանքով։ Աղջիկները վազվզում էին, ծիծաղում, երբեմն վիճում, ինչպես իսկական քույրեր։ Անահիտի կանացի ներկայությունը բերում էր մի էներգիա, որը պակասում էր։ Նրանք շարունակում էին զրուցել երեկոյան, երբ աղջիկները քնում էին։ Այդ զրույցները դարձել էին Անահիտի օրվա ամենասիրելի պահը։ Նստում էին բազմոցին, երբեմն մի գավաթ գինով, երբեմն պարզապես թեյով, խոսում էին ամեն ինչից։ Անահիտի ապագայի պլաններից, Արամի աշխատանքից, աղջիկներից, կյանքից։ Մի երեկո Արամը զարմացրեց Անահիտին անսպասելի հարցով. «Դուք դեռ մտածում եք Վարդանի մասին»։ Անահիտը զարմացավ։ Շաբաթներ էին անցել, ինչ նրա նախկին կողակցի անունը չէր հիշատակվել։ Երբեմն, խոստովանեց նա։ Ոչ թե կարոտից։ Ավելի շատ բարկությունից։ Այն ամենի համար, ինչ նա արեց, կամ ավելի շուտ, այն ամենի համար, ինչ չարեց։ Սեփական դստերը լքելու համար, երբ նա իր կարիքն ամենաշատն ուներ։ Նա երբեք չփորձեց կապ հաստատել։ Երբեք։ Լիովին անհետացավ։ Կարծես մենք երբեք գոյություն չենք ունեցել նրա համար։ Արամը օրորեց գլուխը, ակնհայտորեն դատապարտելով։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է հայրն այդպես վարվում։ Ինչպես է պարզապես լքում սեփական դստերը։ Որոշ մարդիկ թույլ են, դառնությամբ ասաց Անահիտը։ Երբ ամեն ինչ դժվարանում է, նրանք փախչում են։ Դիմակայելու քաջություն չունեն։ Իսկ դուք դրա հակառակն եք։ Դուք դիմակայեցիք ամեն ինչին։ Անցաք իրավիճակների միջով, որոնք կկոտրեին մարդկանց մեծ մասին, բայց դուք չհանձնվեցիք։ Անահիտը զգաց, թե ինչպես այտերը շիկնեցին։ Ես ընտրություն չունեի։ Արփին կար։ Միշտ էլ ընտրություն կա։ Դուք ընտրեցիք պայքարելը։ Ընտրեցիք ուժեղ լինելը։ Եվ տեսեք, թե որտեղ եք հիմա։ Վերակառուցում եք ձեր կյանքը, լինելով հրաշալի մայր, լինելով հրաշալի մարդ։ Նրա ասացի մեջ ինչ-որ բան կար, նրա հայացքի ինտենսիվության մեջ, որը ստիպեց Անահիտի սիրտը արագ բաբախել։ Մի պահ թվաց, թե նա ավելին է ասելու, բայց հետո նա վեր կացավ։ Ուշ է։ Մենք պետք է քնենք։ Անահիտը գլխով արեց, փորձելով թաքցնել հիասթափությունը։ Համոզված էր, որ այնտեղ ինչ-որ բան կար, նրանց միջ կախված միջասված բան։ Բայց գուցե դա միայն իր երակայությունն էր։ Հաջորդ հանգստյան օրերին Արամը առաջարկեց զբոսանք։ Վաղուց էր, ինչ նրանք բոլորով միասին դուրս չէին եկել զվարճանալու։ Նա առաջարկեց գնալ բուսաբանական այգի, մի գեղեցիկ վայր, որտեղ շատ կանաչապատ տարածք կար երեխաների խաղալու համար։ Կատարյալ օր էր։ Արը շողում էր, երկինքը կապույտ էր, մեղմ զեփյուռ էր փչում։ Աղջիկները վազվզում էին այգում, խաղում
Նրանք իսկական քույրերի են նման, մեկնաբանեց Արամը։ Այդպես էլ կա, պատասխանեց Անահիտը։ Գուցե ոչ արյունակցական, բայց այն ամենում, ինչն իրոք կարոր է։ Նա ժպտաց, հետո նրա ձեռքը, գրեթե ակամա, դիպավ Անահիտի ձեռքին։ Անահիտը զգաց այդ պարզ հպման էլեկտրականությունը։ Նայեց նրան, Արամը նույնպես նայում էր իրեն։ Մի պահ շուրջ բոլորը աշխարհը անհետացավ։ Միայն նրանք երկուսն էին։ Անահիտ, ես պետք է ձեզ մի բան ասեմ, սկսեց նա, ձայնը մի փոքր վարանոտ։ Բայց նախքան նա կշարունակեր, Արփին վազելով եկավ։ Մայրիկ, մայրիկ։ Արի տես բատիկներին։ Նրանք այնքան ծիծաղելի են։ Պահը կորավ։ Արամը մի փոքր հուսահատ ծիծաղեց, Անահիտը դստեր հետ գնաց դեպի լճակը։ Երբ վերադարձավ, Արամը խոսում էր հեռախոսով, լուրջ դեմքով։ Ամեն ինչ կարգին է, հարցրեց նա, երբ Արամը անջատեց հեռախոսը։ Մայրս էր։ Նա ուզում է գալ մեզ այցելության հաջորդ հանգստյան օրերին։ Անահիտը նկատեց լարվածությունը նրա ձայնի մեջ։ Եվ դա խնդիր է։ Արամը հոգոց հանեց։ Խնդիր չէ։ Պարզապես մայրս բարդ մարդ է։ Նա երբեք ամբողջությամբ չհաղթահարեց Անիի կորուստը։ Եվ նա շատ խիստ կարծիքներ ունի ամեն ինչի մասին, հատկապես այն մասին, թե ինչպես ես պետք է մեծացնեմ Մանեին։ Նա գիտի իմ Արփիի մասին։ Գիտի, որ դուք այստեղ եք ապրում։ Բայց չգիտի ամբողջ պատմությունը։ Եվ անկեղծ ասած, մի քիչ անհանգիստ եմ, թե ինչպես նա կարձագանքի։ Անահիտը զգաց սրտի տագնապ։ Նա երբեք չէր մտածել այդ մասին։ Այն մասին, թե ինչպես Արամի կյանքի այլ մարդիկ կտեսնեին իրենց իրավիճակը։ Արդյոք նրա մայրը կդատապարտեր իրեն։ Կտեսներ իրեն որպես շահամոլի։ Գուցե ավելի լավ լինի, որ ես Արփին դուրս գանք տնից, քանի դեռ նա այստեղ է, առաջարկեց Անահիտը։ Չեմ ուզում խնդիրներ ստեղծել։ Ոչ, ասաց Արամը հաստատակամորեն։ Դուք ոչ մի տեղ չեք գնա։ Սա ձեր տունն է նույնպես։ Մայրս պետք է ընդունի իրավիճակը։ Բայց Անահիտը տեսնում էր մտահոգությունը նրա աչքերում, դա նրան անհանգստացնում էր։ Հաջորդ շաբաթը շատ արագ անցավ։ Նախքան Անահիտը կհասցներ գիտակցել, արդեն շաբաթ օրն էր, Արամի մայրը պետք է ժամաներ։ Նա մանրակրկիտ մաքրեց տունը, ուզում էր լավ տպավորություն թողնել։ Արամը փորձում էր հանգստացնել նրան, ասելով, որ պետք չէ այդքան անհանգստանալ, բայց Անահիտը չէր կարողանում։ Տիկին Հասմիկը ժամանեց շաբաթ առավոտյան։ Նա բարձրահասակ կին էր, մոխրագույն մազերով, հավաքված նրբագեղ հանգույցով, անթերի հագնված։ Նա ուներ ուղիղ կեցված թափանցող հայացք, որը կարծես գնահատում էր ամեն ինչ բոլորին։ Արամ, տղաս, նա գրկեց որդուն դռան մոտ։ Բար, մայրիկ։ Ներս արի, ներս արի։ Մանեն վազեց գրկելու տատիկին, տիկին Հասմիկը նրան ընդունեց անկեղծ ջերմությամբ։ Հետո նրա հայացքը կանգ առավ Անահիտի Արփիի վրա, որոնք հյուրասենյակում էին։ Մայրիկ, սա Անահիտն է նրա դուստրը, Արփին։ Նրանք մեզ հետ են ապրում։ Տիկին Հասմիկը մեկնեց ձեռքը, Անահիտը սեղմեց այն, փորձելով ժպտալ, չնայած հուզմունքին։ Հաճելի է ծանոթանալ, տիկին Հասմիկ։ Նույնպես։ Տոնը քաղաքավարի էր, բայց դրա մեջ ինչ-որ սառնություն կար։ Արփին թաքնվեց մոր հետում, վախեցած կնոջ տիրական ներկայությունից։ Առաջին ժամերը լարված էին։ Տիկին Հասմիկը տալիս էր նուրբ, բայց սուր հարցեր։ Որտեղ էր Անահիտը աշխատում։ Որքան ժամանակ էր այնտեղ։ Ինչ պլաններ ուներ ապագայի համար։ Ամեն հարց կարծես թաքնված դատողություն էր պարունակում։ Արամը փորձում էր մեղմել իրավիճակը, փոխելով թեման, երբ բանը հասնում էր անհարմարությանը։ Բայց Անահիտը զգում էր տիկին Հասմիկից բխող անհամաձայնությունը։ Կեսօրին, երբ Արամը աղջիկների հետ դուրս եկավ հաց գնելու, տիկին Հասմիկը վերջապես ցույց տվեց իր իրական դեմքը։ Անահիտ, ես անկեղծ կլինեմ ձեզ հետ։ Չգիտեմ, թե որոնք են ձեր մտադրությունները որդուս հետ կապված, բայց հուսով եմ հասկանում եք իրավիճակի նրբությունը։ Անահիտը զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Ես ոչ մի մտադրություն չունեմ, տիկին Հասմիկ։ Արամը բավականաչափ բարի գտնվեց օգնելու ինձ, երբ ես դուստրս դժվար պահեր էինք ապրում։ Ես պարզապես երախտապարտ եմ։ Տիկին Հասմիկը անհավատության ձայն հանեց։
Տեսեք, սիրելիս, ես հասկանում եմ, որ դուք բարդ իրավիճակում եք։ Բայց որդիս լավ մարդ է, խոցելի։ Նա դեռ զգում է Անիի կորուստը։ Եվ ես վախենում եմ, որ մարդիկ կարող են փորձել օգտվել նրա այդ բարությունից։ Այդ քողարկված մեղադրանքը Անահիտին ստիպեց զգալ, կարծես ապտակ է ստացել։ Ես երբեք չէի օգտվի Արամից։ Նա օգնեց ինձ, երբ ոչ ոք չէր օգնի, ես հավերժ երախտապարտ եմ։ Բայց ես շահամոլ չեմ։ Ես չեմ ասում, որ դուք այդպիսին եք։ Ես պարզապես ասում եմ, որ արտաքին տեսքը նշանակություն ունի։ Մի կին, որն ապրում է այրի տղամարդու տանը, դա ստիպում է մարդկանց խոսել, ենթադրություններ անել։ Մարդիկ կարող են մտածել այն, ինչ ուզում են։ Ես գիտեմ ճշմարտությունը։ Արամը գիտի ճշմարտությունը։ Եվ դա է կարորը։ Տիկին Հասմիկը երկար նայեց նրան։ Դուք աշխատում եք, այնպես չէ՞։ Ձեր սեփական գումարն եք վաստակում։ Այո։ Այդ դեպքում ինչու եք դեռ այստեղ։ Ինչու ձեր սեփական տեղը չեք փնտրում։ Հարցը դաժան էր, բայց Անահիտը ստիպեց իրեն պահպանել հանգստությունը։ Ես գումար եմ հավաքում։ Հենց բավարար լինի, բնակարան կվարձեմ։ Եվ երբ դա կլինի։ Դեռ չգիտեմ։ Կախված է նրանից, թե որքան կկարողանամ խնայել։ Ձեզ մի խորհուրդ տամ, սիրելիս։ Որքան երկար մնաք այստեղ, այնքան դժվար կլինի հեռանալը։ Ձեզ համար, որդուս համար։ Ավելի լավ է գնաք հիմա, նախքան ամեն ինչ ավելի կբարդանա։ Անահիտը զգաց, որ արցունքները այրում են աչքերը, բայց հրաժարվեց դրանք թափել այդ կնոջ առաջ։ Ամենայն հարգանքով, տիկին Հասմիկ, դա իմ Արամի միջ որոշելիք հարց է։ Արամը իմ որդին է։ Եվ ես իրավունք ունեմ մտահոգվելու նրա համար։ Նա արդեն շատ է տառապել Անիի կորստից։ Չեմ ուզում տեսնել նրան նորից տառապելիս։ Նախքան Անահիտը կկարողանար պատասխանել, դուռը բացվեց, Արամը ներս մտավ աղջիկների հետ։ Նա անմիջապես զգաց լարվածությունը օդում։ Մայրիկ, Անահիտ, ամեն ինչ կարգին է այստեղ։ Ամեն ինչ հիանալի է, ասաց տիկին Հասմիկը մի ժպիտով, որը չհասավ աչքերին։ Պարզապես զրուցում էինք։ Անահիտը վեր կացավ։ Ներեցեք։ Ես գնամ ընթրիքը պատրաստեմ։ Նա գնաց խոհանոց, ձեռքերը դողում էին։ Տիկին Հասմիկի բառերը արձագանքում էին նրա մտքում։ Արդյոք նա ճիշտ էր։ Արդյոք Անահիտը օգտվում էր Արամի բարությունից։ Արդյոք նա չափից շատ էր երկարացքում իր հեռանալը։ Արամը հայտնվեց խոհանոցում մի քանի րոպե անց։ Ինչ ասաց քեզ մայրս։ Ոչ մի առանձնահատուկ բան։ Նա պարզապես մտահոգված է քեզ համար։ Անահիտ, ես ճանաչում եմ մորս։ Գիտեմ, որ նա կարող է բարդ լինել։ Ինչ էլ նա ասաց լինի, լուրջ մի ընդունեք։ Նա ասաց, որ ես պետք է հեռանամ։ Որքան երկար մնամ, այնքան վատ կլինի։ Արամը հոգոց հանեց, ձեռքով սահեցնելով մազերի միջով։ Նա իրավունք չունի դա ասելու։ Սա իմ տունն է, ես եմ որոշում, ով է մնում կամ հեռանում։ Բայց նա մի հարցում ճիշտ է։ Ես այստեղ եմ արդեն ամիսներ շարունակ։ Արդեն խնայած գումար ունեմ։ Գուցե ժամանակն է իմ սեփական տեղը փնտրելու։ Դա այն է, ինչ դու ես ուզում։ Հեռանալ։ Անահիտը նայեց նրան, այդ աչքերին, որոնք այնքան հարազատ էին դարձել։ Ոչ, խոստովանեց նա։ Բայց գուցե դա այն է, ինչ ես պետք է անեմ։ Ինչո՞վ։ Որովհետև մայրս կարծում է, որ այդպես է պետք։ Անահիտ, դուք ինձ ոչինչ պարտք չեք։ Դուք պարտավոր չեք հեռանալ միայն այն պատճառով, որ նա այդպես է մտածում։ Դա միայն նրա պատճառով չէ։ Դա ամեն ինչի պատճառով է։ Արտաքին տեսքի։ Այն բանի, թե մարդիկ ինչ կարող են մտածել։ Թե դա ինչպես կարող է ազդել քո մանեի վրա։ Արամը մի քայլ արեց դեպի նրան։ Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում։ Իսկ թե դա ինչպես է ազդում ինձ մանեի վրա, դուք երկուսով երջանկություն վերադարձրիք մեր կյանք։ Ինչու պիտի ես ուզենամ, որ դա ավարտվի։ Արամ։ Մի հեռացեք, ասաց նա, ձայնը հուզմունքով լի։ Խնդրում եմ։ Ոչ թե մորս պատճառով, ոչ թե ուրիշների մտածածի պատճառով։ Մնացեք, որովհետև դուք ուզում եք մնալ։ Որովհետև դա լավ է ձեզ համար, Արփիի համար, ինձ մանեի համար։
Անահիտը զգաց, որ արցունքները վերջապես դուրս հորդեցին։ Ես ուզում եմ մնալ, բայց վախենում եմ։ Ինչի՞ց եք վախենում։ Որ սա չափազանց լավ է իրական լինելու համար։ Որ ես կարթնանամ ու կտեսնեմ, որ սա պարզապես երազ էր։ Որ… Նա կանգ առավ, չկարողանալով շարունակել։ Արամս մի քայլ արեց, արդեն շատ մոտ կանգնելով նրան։ Որ ինչ, Անահիտ։ Որ ես զգում եմ բաներ, որոնք չպետք է զգայի, շշնջաց նա։ Օդը նրանց միջ լցված էր լարվածությամբ։ Արամը բարձրացրեց ձեռքը մեղմորեն, սրբելով նրա դեմքի արցունքը։ Իսկ եթե ասեմ, որ ես էլ եմ նույն բաները զգում։ Անահիտի սիրտը մի վայրկյան կանգ առավ։ Արամ… Ես փորձեցի չզգալ, խոստովանեց նա։ Փորձեցի ինձ համոզել, որ դա պարզապես երախտագիտություն է, պարզապես ընկերություն։ Բայց այդպես չէ։ Դա ավելին է։ Շատ ավելին։ Բայց Անին… Դուք դեռ սիրում եք նրան։ Միշտ կսիրեմ նրան։ Նա իմ կինն էր, դստերս մայրը։ Բայց նա հեռացել է։ Իսկ ես այստեղ եմ, ողջ եմ, իրավունք ունեմ առաջ շարժվելու։ Ինձ թույլ տալու նորից զգալ։ Անահիտը հազիվ էր շնչում։ Այն ամենը, ինչ նա զգացել էր վերջին շաբաթներին, բոլոր կասկածները, վախերը, գաղտնի հույսերը, ամեն ինչ այնտեղ էր, բացահայտված։ Ես այնքան եմ վախենում ամեն ինչ փչացնելուց, խոստովանեց նա։ Ես նույնպես։ Բայց գուցե արժե ռիսկի դիմել։ Նրանք կանգնած էին այնտեղ, այնքան մոտ, որ Անահիտը կարող էր զգալ նրա ջերմությունը, լսել նրա շնչառությունը։ Եվ հետո, դանդաղ, Արամը խոնարհվեց, համբուրեց նրան։ Դա մեղմ համբույր էր, վարանոտ, լի խոստումներով։ Անահիտը պատասխանեց, թույլ տալով իրեն երկար ժամանակ անց պարզապես զգալ։ Չմտածել, չվախենալ, պարզապես զգալ։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ ժպտում էին։ Իսկ հիմա հարցրեց Անահիտը. Հիմա տեսնենք, թե սա մեզ ուր կտանի։ Առանց շտապելու, առանց ճնշման։ Պարզապես լինելով անկեղծ միմյանց հետ։ Անահիտը գլխով արեց։ Որքան էլ որ վախենալու լիներ, որքան էլ անորոշ լիներ ապագան, նա պատրաստ էր փորձել։ Հանգստյան օրերի մնացած մասը տիկին Հասմիկի հետ անհարմար անցավ, բայց Անահիտը ամուր մնաց։ Արամը մորը հասկացրեց, որ հարգում է նրա մտահոգությունները, բայց Անահիտն ու Արփին ողջունելի են իր տանը այնքան ժամանակ, որքան կցանկանան մնալ։ Տիկին Հասմիկին դա դուր չեկավ, բայց ի վերջո նա ընդունեց, թե դժկամությամբ։ Երբ նա վերջապես մեկնեց կիրակի երեկոյան, բոլորը թեթացած շունչ քաշեցին։ Ներիր դրա համար, ասաց Արամը Անահիտին, երբ աղջիկները քնեցին։ Մայրս կարող է ինտենսիվ լինել։ Ամեն ինչ կարգին է։ Նա սիրում է քեզ, ուզում է պաշտպանել։ Ես հասկանում եմ։ Բայց նա իրավունք չուներ կոպիտ լինել քո հանդեպ։ Դա այլս նշանակություն չունի։ Կարևորն այն է, որ մենք լավ ենք։ Արամը ժպտաց գրկեց նրան։ Անահիտը թույլ տվեց իրեն թուլանալ նրա գրկում, զգալով առաջին անգամ, որ գուցե ամեն ինչ կարգին է նորից հույս ունենալու համար։ Գուցե նա արժանի էր այս երջանկությանը։ Գուցե նրանք բոլորն էին արժանի։ Բայց նրա մտքի խորքում մի փոքրիկ ձայն մտահոգություն էր շշնջում։ Իսկ եթե Արամի մայրը ճիշտ էր։ Իսկ եթե Անահիտը ինքն իրեն խաբում էր։ Իսկ եթե այս ամենը փլուզվեր, ինչպես ամեն ինչ միշտ փլուզվել էր իր կյանքում։ Նա վանեց այդ մտքերը։ Առայժմ նա պատրաստվում էր վայելել։ Պատրաստվում էր հավատալ։ Պատրաստվում էր թույլ տալ իրեն երջանիկ լինել։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ շուտով անցյալը կթակեր իր դուռը մի ձով, որը նա երբեք չէր պատկերացնի։ Եվ այն ամենը, ինչ նա կառուցել էր, կդրվեր փորձության այնպիսի ձեռով, որոնց նա պատրաստ չէր դիմակայելու։ 2 ամիս անցավ այն օրվանից, երբ Անահիտն ու Արամը խոստովանեցին իրենց զգացմունքները միմյանց հանդեպ։ Դրանք բացահայտումների, գողացված ժպիտների, համբույրների ամիսներ էին, երբ աղջիկները չէին նայում։ Այն ամենը նոր էր, վախենալու հրաշալի միաժամանակ։ Անահիտը երբեք չէր պատկերացրել, որ կարող է նորից այսպես զգալ։ Այն ամենից հետո, ինչ անցել էր Վարդանի հետ, ցավի, լքվածության, դավաճանության, նա պատեր էր կառուցել իր սրտի շուրջը։ Բայց Արամը, իր համբերատար մեղմությամբ անկեղծ սիրով, քանդել էր այդ պատերը քար առ քար։ Աղջիկները նկատեցին փոփոխությունը, իհարկե։ Երեխաները միշտ նկատում են։
Մանեն իր 8-ամյա իմաստությամբ մի երեկո ուղղակիորեն հարցրեց Արամին, թե արդյոք նա Անահիտը ընկերություն են անում։ Արամը, այն անկեղծությամբ, որը միշտ բնորոշ էր դստեր հետ իր հարաբերություններին, ասաց այո։ Մանեն մի պահ մտածեց, հետո ժպտաց. Ես սիրում եմ Անահիտին։ Նա լավն է։ Իսկ Արփին իմ լավագույն ընկերուհին է։ Այնպես որ, լավ է։ Դա այնքան պարզ էր նրա համար։ Անահիտը քիչ էր մնում լաց լիներ, երբ Արամը պատմեց դա։ Արփին իր հերթին հիացած էր այդ մտքից։ Նա սիրում էր Արամին, տեսնում էր նրա մեջ հայրական կերպարը, որը երբեք իրականում չէր ունեցել։ Իսկ Մանեն արդեն այն քույրն էր, որին նա միշտ ցանկացել էր։ Մենք հիմա իսկական ընտանիք ենք լինելու, հարցրեց Արփին Անահիտին մի երեկո, քնելուց առաջ։ Մենք միշտ էլ ընտանիք ենք եղել, սերս։ Պետք չեն թղթեր կամ նույն ազգանունները ընտանիք լինելու համար։ Մենք սիրում ենք միմյանց, հոգ ենք տանում։ Դա է կարևորը։ Բայց Արամը հիմա իմ հայրիկն է լինելու։ Անահիտը վարանեց։ Դա նուրբ հարց էր։ Նա կարող է քեզ համար հայրիկի պես լինել, եթե դու ուզես։ Բայց քո իսկական հայրը նա դեռ գոյություն ունի, նույնիսկ եթե ներկա չէ։ Ես չեմ ուզում Վարդանին որպես հայրիկ։ Նա գնաց։ Ես Արամին եմ ուզում։ Աղջկա ձայնի պարզությունն ու վստահությունը կտոր-կտոր արեցին Անահիտի սիրտը։ Վարդանը երբեք չէր իմանա, թե ինչ կորցրեց, լքելով այս հրաշալի երեխային։ Մի 5 շաբթի կեսօր էր, երբ ամեն ինչ փոխվեց։ Անահիտը կլինիկայում էր, սպասարկում էր մի հաճախորդի, երբ հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար էր։ Սովորաբար նա չէր պատասխանի աշխատանքի ժամանակ, բայց ինչ-որ բան ստիպեց նրան պատասխանել։ Ալո։ Անահիտ։ Ձայնը մյուս կողմից ստիպեց նրան քարանալ։ Դա մի ձայն էր, որը նա չէր լսել ավելի քան 1 տարի։ Մի ձայն, որը հետապնդել էր նրա մղձավանջները, որը ներկայացնում էր ցավն ու լքվածությունը։ Վարդան։ Ես եմ։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։ Անահիտը զգաց բարկության այնպիսի ուժեղ ալիք, որը գրեթե տապալեց նրան։ Դու համարձակություն ունես ինձ զանգելու։ Ավելի քան 1 տարի անց։ Այն բանից հետո, երբ մեզ լքեցիր, երբ ամենաշատն ունեինք քո կարիքը։ Գիտեմ։ Ես վախկոտ եմ եղել։ Բայց խնդրում եմ, թող բացատրեմ։ Բացատրելու ոչինչ չկա։ Դու գնացիր։ Դու լքեցիր քո դստերը, երբ նա հիվանդ էր։ Դու անհետացար առանց հետ նայելու։ Գիտեմ, որ սխալվել եմ։ Գիտեմ, որ արդարացում չունեմ։ Բայց ես ուզում եմ ուղղել ամեն ինչ։ Ուզում եմ տեսնել Արփիին։ Անահիտը զգաց, որ աշխարհը պտտվում է։ Տեսնել Արփիին։ Դու լուրջ ես ասում։ Այո։ Նա իմ դուստրն է։ Ես նրան տեսնելու իրավունք ունեմ։ Իրավունք, Անահիտը գրեթե ճչաց, իրեն զսպելով միայն այն պատճառով, որ աշխատավայրում էր։ Դու կորցրիր ցանկացած իրավունք, երբ հեռացար։ Երբ չուզեցիր իմանալ նրա մասին ավելի քան 1 տարի։ Անահիտ, խնդրում եմ։ Ես փոխվել եմ։ Հիմա ավելի լավ եմ։ Լավ աշխատանք եմ գտել, կայուն եմ։ Ուզում եմ դստերս կյանքի մի մասը լինել։ Հիմա։ Ես ուզում։ Որտեղ էիր դու, երբ նա հիվանդ էր։ Որտեղ էիր դու, երբ մենք փողոցում էինք քնում։ Որտեղ էիր դու, երբ նա լաց էր լինում քեզ կանչելով։ Մյուս կողմում լռություն տիրեց։ Դուք փողոցում եք քնել։ Այո։ Այն բանից հետո, երբ դու գնացիր, ես կորցրեցի ամեն ինչ։ Գնալու տեղ չունեի։ Ամիսներ անցկացրինք փողոցում։ Արփին գրեթե ծանր վիճակում էր նորից, ցրտի, սննդի պակասի։ Դեղերի բացակայության պատճառով։ Անահիտը լսեց ինչ-որ բան, որը նման էր խեղդված հեկեկոցի։ Ես չգիտեի։ Անահիտ, երդվում եմ, որ չգիտեի։ Դու չգիտեիր, որովհետև չուզեցիր իմանալ։ Դու պարզապես փախար, Վարդան։ Եվ հիմա, ավելի քան 1 տարի անց, հայտնվում ես ու ուզում հայր լինել։ Գիտեմ, որ արժանի չեմ։ Բայց հնարավորություն եմ խնդրում։ Միայն 1։ Թույլ տուր տեսնեմ նրան։ Թույլ տուր փորձեմ ուղղել իմ արած սխալը։
Անահիտը փակեց աչքերը, փորձելով կառավարել հույզերի փոթորիկը։ Բարկություն, վիրավորանք, վախ։ Վախ, որ Վարդանը կվերադառնա նորից կխառնի ամեն ինչ։ Վախ, որ Արփին կվիրավորվի։ Վախ, որ կկորցնի իր ձեռք բերած խաղաղությունը։ Ես պետք է մտածեմ։ Եվ պետք է խոսեմ Արփիի հետ։ Նա այլս երեխա չէ։ Նա ձայն ունի այս որոշման մեջ։ Շատ լավ։ Ես հասկանում եմ։ Բայց խնդրում եմ, մտածիր։ Ես իսկապես փոխվել եմ։ Ուզում եմ դա ապացուցելու հնարավորություն ունենալ։ Անահիտը անջատեց հեռախոսը, ձեռքերը դողում էին։ Նա նստեց աթոռին, փորձելով մարսել այն, ինչ նոր պատահեց։ Վարդանը։ Այսքան ժամանակ անց Վարդանը ուզում էր վերադառնալ նրանց կյանք։ Երբ նա այդ երեկո տուն եկավ, Արամը անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Ինչ է պատահել։ Անահիտը պատմեց ամեն ինչ։ Տեսավ Արամի դեմքի խստանալը, երբ նա խոսում էր։ Նա չի կարող պարզապես այդպես հայտնվել։ Ոչ այս ամենից հետո։ Գիտեմ։ Բայց օրինական առումով նա նրա հայրն է։ Եթե նա ուզենա տեսակցության հայց ներկայացնելը։ Նա լքել է ձեզ։ Ցանկացած դատավոր կտեսնի դա։ Գուցե։ Բայց ես չեմ ուզում իրավական պատերազմ։ Չեմ ուզում Արփիին քաշքշել դրա միջով։ Արամը ձեռքով սահեցրեց մազերի միջով, վրդովված։ Ինչ ես ուզում անել։ Չգիտեմ։ Պետք է խոսեմ Արփիի հետ։ Տեսնեմ, թե նա ինչ է զգում այս մասին։ Այդ երեկո, ընթրիքից հետո, Անահիտը նստեց Արփիի հետ սենյակում։ Սերս, ես պետք է քեզ հետ մի կարևոր բանի մասին խոսեմ։ Արփին նայեց մորը իր մեջ շագանակագույն աչքերով։ Ինչ է պատահել, մայրիկ։ Հայրիկդ, Վարդանը, այսօր զանգել էր ինձ։ Նա ուզում է տեսնել քեզ։ Արփիի դեմքի արտահայտությունը արագ փոխվեց։ Զարմանք, շփոթություն, մի բան, որ նման էր բարկության։ Ինչո՞վ։ Նա մեզ չի սիրում։ Այդպես չէ, աղջիկս։ Նա շատ մեծ սխալ գործեց, երբ գնաց։ Եվ հիմա ասում է, որ ուզում է ուղղել այդ սխալը։ Ես չեմ ուզում նրան տեսնել։ Անահիտը սպասում էր այս պատասխանին, բայց այնուամենայնիվ ցավոտ էր լսելը։ Վստահ ես։ Նա քո հայրն է։ Արամն է հիմա իմ հայրիկը։ Վարդանը գնաց։ Նա ինձ չուզեց, երբ ես հիվանդ էի։ Չեմ ուզում նրան տեսնել։ Անահիտը գրկեց դստերը, զգալով արցունքների այրոցը։ Լավ, սերս։ Դու պարտավոր չես նրան տեսնել, եթե չես ուզում։ Ես դա կասեմ նրան։ Բայց նախքան նա կհասցներ զանգել հաջորդ օրը, Վարդանը հայտնվեց։ Պարզապես հայտնվեց Արամի տան դռան մոտ շաբաթ առավոտյան։ Անահիտը բացեց դուռը քարացավ, տեսնելով նրան։ Նա փոխվել էր։ Ավելի նիհար էր, մազերը ավելի կարճ, հագնված ավելի կոկիկ, քան նա հիշում էր։ Բայց դեռ Վարդանն էր։ Այն տղամարդը, որը սիրել էր իրեն հետո լքել։ Ինչ ես անում այստեղ։ Ինչպես ես գտել հասցես։ Գնացի այն կլինիկան, որտեղ աշխատում ես։ Հետեցի քեզ մինչ այստեղ։ Անահիտը զգաց բարկության ալիք։ Դու ինձ հետել ես։ Վարդան, դա լիովին անտեղի է։ Գիտեմ։ Բայց դու ինձ պատասխան չտվեցիր։ Եվ ես պետք է տեսնեի քեզ, տեսնեի Արփիին։ Արամը հայտնվեց Անահիտի թիկունքում, իր պաշտպանողական ներկայությամբ։ Ո՞վ եք դուք։ Վարդանը նայեց նրան, Անահիտը տեսավ ճանաչումը նախանձի նմանվող մի բան նրա աչքերում։ Ես Վարդանն եմ, Արփիի հայրը։ Իսկ դուք։ Արամը։ Այս տան սեփականատերը, որտեղ Անահիտն ու Արփին ապրում են։ Լարվածությունը օդում շոշափելի էր։ Վարդանը նայեց մեկին, հետո մյուսին, ակնհայտորեն կապելով կետերը։ Դուք միասին եք։ Դա քո գործը չէ, Անահիտը հաստատակամորեն ասաց։ Դու կորցրիր իմ կյանքի մասին հարցնելու իրավունքը, երբ գնացիր։ Անահիտ, խնդրում եմ։ Ես ուղղակի ուզում եմ տեսնել դստերս։ Նա չի ուզում քեզ տեսնել։ Ես երեք հարցրի նրան, նա շատ հստակ ասաց։ Ցավը, որ անցավ Վարդանի դեմքով, անկեղծ էր թվում։ Նա դա ասաց։
ասաց. Եվ ես պետք է հարգեմ նրա կամքը։ Վարդանը ձեռքով սրբեց դեմքը։ Ես հասկանում եմ, որ նա բարկացած է։ Ես արժանի եմ դրան։ Բայց խնդրում եմ, մի հնարավորություն տուր։ Միայն 5 րոպե։ Որպեսզի կարողանամ ներողություն խնդրել նրանից բացատրել։ Անահիտը նայեց Արամին, խորհուրդ փնտրելով։ Նա ուսերը թոթվեց, որոշումը թողնելով նրան։ Դա անհնարին իրավիճակ էր։ Մի կողմից Արփին հստակ ասել էր, որ չի ուզում տեսնել Վարդանին։ Մյուս կողմից նա աղջկա կենսաբանական հայրն էր, գուցե արժանի էր բացատրվելու հնարավորությանը։ Թող ես խոսեմ նրա հետ, ասաց Անահիտը վերջապես։ Բայց եթե նա ասի ոչ, դու կգնաս չես վերադառնա։ Պայմանավորվեցինք։ Վարդանը արագ գլխով արեց։ Պայմանավորվեցինք։ Անահիտը գնաց սենյակ, որտեղ Արփին ու Մանեն խաղում էին։ Խնդրեց Մանեին մի փոքր ժամանակ տալ իրենց, աղջիկը դուրս եկավ, հետաքրքրասեր հայացք նետելով։ Աղջիկս, Վարդանը այստեղ է։ Նա ուզում է խոսել քեզ հետ։ Ընդամենը մի քանի րոպե։ Արփին խաչեց ձեռքերը, նրա դեմքը համառ էր։ Ես չեմ ուզում։ Գիտեմ, սերս։ Եվ եթե դու իսկապես չուզես, նա կգնա։ Բայց գուցե արժե լսել, թե նա ինչ ունի ասելու։ Թեկուզ նրա համար, որ լսես նրա կողմը կարողանաս առաջ շարժվել։ Արփին երկար մտածեց։ Դու իմ հետ կլինես։ Եթե ուզես, ես կլինեմ։ Իսկ Արամն էլ։ Անահիտը ժպտաց։ Եթե ուզես, Արամն էլ։ Լավ։ Բայց միայն մի քիչ։ Նրանք հավաքվեցին հյուրասենյակում։ Արփին նստեց Անահիտի Արամի միջ բազմոցին, մի ձեռքով բռնելով նրանցից յուրաքանչյուրի ձեռքը։ Վարդանը նստեց դիմացի բազկաթոռին, տեսանելիորեն հուզված։ Բար, Արփի, ասաց նա մեղմությամբ։ Բար, պատասխանեց աղջիկը, նրա ձայնը փոքրիկ էր։ Դու այնքան ես մեծացել։ Այնքան սիրուն ես։ Արփին չպատասխանեց, պարզապես նայում էր նրան։ Վարդանը խորը շունչ քաշեց։ Ես եկել եմ ներողություն խնդրելու։ Գիտեմ, որ դա քիչ է, գիտեմ, որ դա չի ջնջում իմ արածը, բայց պետք է իմանաս, որ ես շատ եմ ցավում։ Իսկապես շատ։ Ես վախկոտ եմ եղել։ Երբ ամեն ինչ դժվարացավ, երբ դու հիվանդացար, գումարը վերջացավ, ես խուճապի մատնվեցի։ Վախեցա։ Եվ դիմակայելու փոխարեն փախա։ Նա դադար տվեց, սրբելով փախչող արցունքը։ Դա իմ կյանքի ամենավատ որոշումն էր։ Այդ օրվանից ի վեր ամեն օր ես մտածում եմ քո մասին։ Զղջում եմ գնալու համար։ Եվ գիտեմ, որ արժանի չեմ քո ներմանը։ Գիտեմ, որ վիրավորել եմ քեզ մորթ մի ձով, որը գուցե երբեք չուղղվի։ Բայց ուզում էի, որ իմանայիր, ես սիրում եմ քեզ։ Միշտ եմ սիրել։ Նույնիսկ երբ այստեղ չէի, նույնիսկ երբ չկարողացա լինել այն հայրը, որին դու արժանի էիր, ես երբեք չեմ դադարել քեզ սիրել։ Արփին լուռ լսում էր նրան։ Երբ նա ավարտեց, աղջիկը նայեց մորը, հետո Արամին։ Արամը երբեք չգնաց, ասաց նա, նրա ձայնը հաստատուն էր, չնայած փոքր տարիքին։ Երբ մենք ոչինչ չունեինք, երբ փողոցում էինք, նա օգնեց։ Նա ուտելիք տվեց, տեղ տվեց, տուն տվեց։ Նա մնաց։ Երեխայի բառերը արձագանքեցին սենյակում որպես դատավճիռ։ Վարդանը կախեց գլուխը։ Դու իրավացի ես։ Եվ ես երախտապարտ եմ նրան, որ արեց այն, ինչ ես պետք է անեի։ Որ խնամեց քեզ, երբ ես քաջություն չունեցա։ Նա նայեց Արամին։ Շնորհակալություն։ Դստերս խնամելու համար, երբ ես ձախողվեցի։ Արամը գլխով արեց, առանց որևէ բան ասելու։ Վարդանը նորից նայեց Արփիին։ Ես չեմ ակնկալում, որ դու ինձ հիմա կներես։ Գուցե երբեք չներես։ Բայց ես կցանկանայի հնարավորություն ունենալ նորից քո կյանքի մի մասը լինելու։ Փորձելու լինել այն հայրը, որը պետք է լինեի հենց սկզբից։ Ոչ թե մեկին փոխարինելու համար, նա նորից նայեց Արամին, այլ լրացնելու։ Որպեսզի դու ավելի շատ մարդիկ ունենաս, որոնք քեզ սիրում են աջակցում։ Արփին երկար ժամանակ լուռ մնաց։ Հետո, ի զարմանս բոլորի, նա խոսեց. Դու կարող ես երբեմն գալ ինձ տեսակցության։ Բայց այստեղ, այս տանը, մայրիկի Արամի հետ։ Ես չեմ ուզում քո հետ մենակ գնալ։
Վարդանը ժպտաց արցունքների միջից. Շատ լավ. Ինչպես դու ուզես. Շնորհակալություն, արփի. Շատ շնորհակալ եմ. Հաջորդ ամիսների ընթացքում Վարդանը գալիս էր արփիին տեսակցության 15 օրը մեկ։ Տեսակցությունները միշտ կարճ էին, միշտ Արամի տանը, միշտ հսկողության տակ։ Սկզբում արփին հեռու էր, զգուշավոր։ Բայց կամաց-կամաց սկսեց բացվել։ Վարդանը փոքրիկ նվերներ էր բերում, պատմություններ պատմում, հարցնում դպրոցի մասին։ Նա փորձում էր, անկեղծորեն փորձում էր։ Անահիտը հետում էր այդ ամենին խառը զգացմունքներով։ Նրա մի մասը դեռ բարկացած էր, դեռ վիրավորված։ Բայց մյուս մասը ընդունում էր, որ Վարդանը ջանք էր թափում։ Եվ եթե դա լավ էր արփիի համար, եթե դա նրան երջանկացնում էր, ուրեմն արժեր։ Արամն իր հերթին իրավիճակին մոտենում էր տպավորիչ հասունությամբ։ Նա երբեք թշնամաբար չվերաբերվեց Վարդանին, երբեք չփորձեց դժվարացնել տեսակցությունները։ Նա հասկանում էր, որ արփին իրավունք ուներ ճանաչելու իր կենսաբանական հորը, որ դա չէր նվազեցնում այն սերը, որ աղջիկը զգում էր իր հանդեպ։ Մի երեկո Վարդանի հայտնվելուց 6 ամիս անց Անահիտն ու Արամը զրուցում էին պատշգամբում, մինչ աղջիկները քնած էին։ Դու երբե մտածել ես ինձ հետ ամուսնանալու մասին, հանկարծ հարցրեց Արամը։ Անահիտը քիչ էր մնում խեղդվեր թեյով։ Ինչ։ Արամը ծիծաղեց։ Վատ ձով հարցրի, գիտեմ։ Բայց շատ եմ մտածել այդ մասին։ Մեր մասին։ Մեր ընտանիքի մասին։ Եվ ես ուզում եմ պաշտոնականացնել։ Ուզում եմ, որ դու լինես իմ կինը։ Ուզում եմ, որ մենք լինենք իսկական ընտանիք, թղթով ամեն ինչով։ Անահիտը զգաց, որ արցունքները լցվում են աչքերը։ Արամ, ես դա այն է, ինչ ես աշխարհում ամենաշատն եմ ուզում։ Բայց դու վստահ ես։ Վարդանի հետ կապված այս ամբողջ պատմությունից հետո, այս ամբողջ խառնաշփոթից հետո ես երբեք ոչ մի բանում այսքան վստահ չեմ եղել իմ կյանքում։ Դու ինձ ստիպեցիր նորից ապրել, Անահիտ։ Ստիպեցիր նորից զգալ։ Իսկ արփին նա ինձ համար դստեր պես է։ Ուզում եմ պաշտոնապես կարողանալ նրան իմ դուստրը կոչել։ Ուզում եմ, որ մենք լինենք ամբողջական ընտանիք։ Այո, ասաց Անահիտը, ժպտալով արցունքների միջից։ Այո, ես ուզում եմ ամուսնանալ քեզ հետ։ Արամը համբուրեց նրան, դա մի համբույր էր, լի խոստումով, ապագայով սիրով։ Նրանք ամուսնացան 3 ամիս անց, մի պարզ, բայց գեղեցիկ արարողությամբ Երանի այգիներից մեկում։ Արփին ու Մանեն հարսնաքույրերն էին, շողշողալով իրենց սպիտակ զգեստներով։ Տիկին Հասմիկն այնտեղ էր, դեռ մի քիչ սուսպ, բայց փորձելով ընդունել իրավիճակը։ Եվ ի զարմանս Անահիտի, Վարդանը նույնպես հրավիրված էր եկել էր, համեստորեն նստելով հետի շարքերում։ Երբ Արամը ասաց այո համբուրեց իր հարսնացուին, Արփին ու Մանեն ոգորված ծափահարեցին։ Եվ Անահիտը նայեց այն մարդկանց, որոնք դարձել էին իր ընտանիքը, գիտակցելով, թե որքան էր փոխվել իր կյանքը։ Փողոցում ապրողից մինչ կին։ Հուսահատից մինչ իրականացած երազանք։ Կոտրվածից մինչ նորից ամբողջական։ Ամուսնությունից մի քանի ամիս անց Արամը սկսեց Արփիի որդեգրման գործընթացը։ Վարդանը, ի զարմանս բոլորի, չարարկեց։ Անահիտի Արամի հետ անկեղծ զրույցի ժամանակ նա խոստովանեց, որ ուզում էր լավագույնը աղջկա համար, իսկ լավագույնը Արամին որպես օրինական հայր ունենալն էր, մեկին, ով միշտ այնտեղ էր, ով միշտ խնամել էր։ Ես ուզում եմ շարունակել նրա կյանքի մի մասը լինել, ասաց Վարդանը։ Բայց որպես ընտանիքի ընկեր, գուցե քեռու պես։ Նրա հայրը դու ես, Արամ։ Դու էիր, որ մեծացրիր նրան, երբ ես ձախողվեցի։ Եվ ես երախտապարտ եմ դրա համար։ Այն օրը, երբ որդեգրումը վերջնականացավ, Արամը վերցրեց Արփիին գրկի մեջ ասաց. Հիմա դու պաշտոնապես իմ դուստրն ես։ Արփի Սարգսյան։ Աղջիկը ամուր գրկեց նրան։ Ես միշտ էլ քո դուստրն եմ եղել, պապիկ։ Հիմա պարզապես թղթի վրա է գրված։ Դա Անահիտի կյանքի ամենահուզիչ պահերից մեկն էր։ Տեսնել իր դստերը, որն այդքան բանի միջով էր անցել, որը տեսել էր լքվածություն, աղքատություն, հիմա սիրված, անվտանգ, երջանիկ, ամբողջական ընտանիքով։ Կյանքը կատարյալ չէր։ Դեռ կային մարտահրավերներ, վճարելու հաշիվներ, երբեմնի վեճեր, դժվար օրեր։ Բայց նրանք ամեն ինչին դիմակայում էին միասին, որպես ընտանիք։ Անահիտը շարունակեց աշխատել կլինիկայում, ի վերջո դարձավ մենեջեր։
Արամը ընդլայնեց իր դիզայներական գործը, սկսեց ավելի շատ վաստակել։ Նրանք գնեցին ավելի մեծ տուն, 4 ննջասենյակով, մեկական ամեն աղջկա համար։ Աղջիկները միասին մեծացան, իսկական քույրեր ամեն ինչում, բացի արյունից։ Արփին դարձավ ինքնավստահ աղջիկ, նվիրված աշակերտուհի, երազող։ Մանեն, միշտ պաշտպանող մեծ քույրը, օգնում էր Արփին տնային առաջադրանքների հարցում, պաշտպանում էր նրան դպրոցում, կիսում էր իր խաղալիքներն ու գաղտնիքները։ Տարիներ անց, երբ Արփին 12 տարեկան էր, իսկ Մանեն 14, աղջիկները սենյակում զրուցում էին։ Անահիտը անցնում էր միջանցքով, լսեց զրույցի մի մասը։ Դու հիշում ես, երբ մայրիկդ ու դու փողոցում էիք ապրում, հարցրեց Մանեն։ Մի քիչ։ Շատ փոքր էի։ Բայց հիշում եմ ցուրտը։ Եվ վախը։ Եվ մայրիկիս, որ միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Քո հայրը, Վարդանը, նա դեռ գալիս է այցելության։ Երբեմն։ Բայց նա իմ իսկական հայրը չէ։ Իմ հայրը Արամն է։ Վարդանը պարզապես ընտանիքի ընկեր է։ Դու նրան ներել ես։ Արփին մտածեց։ Կարծում եմ, այո։ Մայրիկս ասում էր, որ բարկություն պահելը միայն մեզ է վնասում։ Եվ նա փորձում է, գիտես, փորձում է ավելի լավը լինել։ Բայց Արամն է նա, ով միշտ այստեղ է։ Նա է, ով ինձ դպրոցից տուն է բերում, օգնում է մաթեմատիկայի հարցում, տանում է կինո։ Նա է իմ հայրիկը։ Անահիտը հեռացավ դռան մոտից, ժպտալով արցունքների միջից։ Նրա դուստրն այնքան իմաստուն էր, այնքան հասուն, այնքան հրաշալի։ Այդ գիշեր, Արամի կողքին պառկած, նա խորհում էր ամեն ինչի մասին։ Գիտես, որ իմ կյանքի որոշ պահերի, երբ այն զբոսայգում էի Արփիի հիվանդ վիճակում, առանց ուտելիքի, առանց հույսի, ես մտածել եմ հանձնվելու մասին։ Արամը նրան ավելի մոտ քաշեց։ Բայց դու չհանձնվեցիր։ Ոչ։ Որովհետ նա կար։ Եվ հետո հայտնվեցիր դու։ Եվ ամեն ինչ փոխվեց։ Դու ինձ փրկեցիր, Արամ։ Դու մեզ փրկեցիր։ Մենք միմյանց փրկեցինք։ Դու ինձ ապրելու պատճառ տվեցիր, բացի ցավից։ Ինձ նորից սիրելու, նորից երջանիկ լինելու երկրորդ հնարավորություն տվեցիր։ Դու Արփին այս տունը նորից կյանքով լցրեցիք։ Նրանք մնացին այնտեղ գրկախառնված երախտապարտ ներկայի համար, այն ոլորանների համար, որոնք իրենց բերեցին միմյանց մոտ երկրորդ հնարավորությունների համար, այն սիրո համար, որը միշտ չէ, որ գալիս է այն տեսքով, որով սպասում ենք։ Անահիտը նայեց պատուհանից, տեսնելով աստղերը Երանի երկնքում։ Մտածեց այն կնոջ մասին, որն ինքն էր, հուսահատ զբոսայգու այն նստարանին։ Եթե կարողանար խոսել իր այդ տարբերակի հետ, ինչ կասեր։ Կասեր, չհանձնվել։ Կասեր, որ լավ օրերը գալու են։ Կասեր, որ բարությունը դեռ գոյություն ունի աշխարհում։ Կասեր, որ ընտանիքները լինում են տարբեր ձերի ու չափերի։ Կասեր, որ սերը, երբ այն իրական է, ուժ ունի բուժելու նույնիսկ ամենախորը վերքերը։ Կասեր, որ արժե շարունակել պայքարելը։ Միշտ արժե։ Որովհետև ի վերջո ոչ թե այնտեղից, որտեղից գալիս ենք, սահմանում է, թե ով ենք մենք, այլ այնտեղը, ուր գնում ենք։ Այն է, թե ինչպես ենք բարձրանում ընկնելուց հետո։ Այն քաջությունն է, ընդունելու օգնություն, երբ դրա կարիքն ունենք։ Այն ուժն է, ձեռք մեկնելու, երբ կարող ենք օգնել։ Եվ դա սերն է։ Միշտ սերը։ Սերը, որը միավորում է, որը բուժում է, որը վերափոխում է։ Սերը, որը ստիպում է տունը դառնալ օջախ։ Սերը, որը անծանոթներին դարձնում է ընտանիք։ Սերը, որը, հակառակ բոլոր հանգամանքների, հաղթում է։ Անահիտը փակեց աչքերը, զգալով Արամի հանգիստ շնչառությունը իր կողքին, լսելով աղջիկների հեռավոր զրույցի ձայնը, զգալով այդ պահի խաղաղությունը։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ նա ամբողջական էր։ Նա տուն ուներ։ Նա ընտանիք ուներ։ Նա սեր ուներ։ Եվ դա, նա հասկացավ, ամեն ինչ էր։ Դա ավելին էր, քան բավարար։ Դա ամեն ինչ էր։